Ընդմիջում է, ինչ ենք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Բայլի սիրելի հեռուստադիտողներ, Շանթի ուղիղ եթերում մի հիանալի հաղորդում է սկսում, հիանալի առավոտ, որովհետև այն սկսվում է իմ կողմից շատ սիրված իմ հին ընկեր, բարի ընկեր, Գրիշ Աղախանյանի հետ, բարև ձեզ։ Ողջույն Անահիտ, ողջույն։ Ես ասեմ, որ ես առայժմ ժամանակավոր եմ գտնվում այս տաղավարում, Շատ ջուրախանակ, որովհետև ժամանակավոր լքել է տաղավարը Սերգեյ Դանելյանը, նա գտնվում է չասենք որտեղ, բայց խոսքը թե վերադառնալ։ Հայաստանից դուրս, հա։ Դե ինչ իսկ հին իմաստությունն ասում եմ, մենք բոլորս պետք ենք այնտեղ, որտեղ գտնվում ենք հիմա Սերգեյ այնտեղ է, որտեղ պետք է, եւ Գրիշն այնտեղ է, որտեղ պետք է։ Իսկ մենք շարունակում ենք այնպես, որ անկախ տրամադրությունից եւ սպասվող գործերի ծավալից, եկեք նոր օրը սկսենք ժպտադեմ։ Այո, իսկ Կոկո Շանելն ասում էր, որ ամեն ինչ մարդու ձեռքերում է, դա է պատճառը, որ երբեք չի կարելի թևաթափ լինել։ Բարի լույս, սիրելի հայեր։ Այո, եւ այս պահին եթերն է մեր ձեռքերում, շարունակենք։ Երբ մարդիկ ուժ չեն ունենում սովորական գործերն անելու, աշխատում են հեշտ միջոցներ գտնել աշխատունակությունը վերականգնելու համար։ Վերջին տարիներին այդ գործում շատերն են դիմում էներգետիկ ըմպելիքների օգնության։ Ինչ կարծիք ես։ Լավ, շատ վատ։ Համաձայնիչ, որ դա շատ վնասում է եւ ունի վնասակար հատկանիշներ, մասնագետները զգուշացնում են, որ դրանց առույգացնող ազդեցությունը բավական վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ։ Առույգ, բայց ամեն ինչ չափի մեջ է գյուղացել։ Էներգետիկ ըմպելիքները պարբերաբար օգտագործողների ամենատարածված խնդիրներից են անքնությունը, գաստրիտը, նյարդային խանգարումները, սրտանոթային համակարգի հիվանդությունները։ Ահա թե ինչ կարող է լինել, ինչա թե դուք մի փոքր մտածում եք աշխուժանակ։ Իսկ աշխատունակության, այո, նաև դա կարող է կալորիաներ, այդ դու տեսնում ես, չէ՞ Գրիշա ջան, որ ես բացարձակ էներգետիկ ըմպելիքներից չեմ օգտվում։ Իսկ աշխատունակության բարձրացման առավել անվնաս եւ օգտակար միջոցներ էլ կան, դրանք են կանաչ թեյը, ժենժենը, ընկուզեղենը, կիտրոնի հյութը եւ ուղակի սառը ջուրը, եթե այդ ամենը չունեք, ջուրն էլ կօգնի ձեզ։ Էլ չենք ասում, որ ուժերը կարելի է վերականգնել նաեւ սպորտի միջոցով, ցնցուղի եւ առողջ սննդի միջոցով։ Իսկ ընդհանուր առմամբ ես օրինակ արդեն 2-3 տարի է ջուր եմ խմում։ Միմիայն ջուր։ Այո։ Իսկ կանաչ թեյ ինձ թվում է։ Կանաչ թեյ եմ խմում, բայց ավելի շատ իհարկե ջուր։ Իսկ ուտելուց առաջ նաև խորհուրդ եմ տալիս բոլորին, կես ժամ առաջ ուտելուց առաջ եւ 1 ժամ ուտելուց հետո ջուր։ Այսինքն ընթացքում պետք է ուտել եւ խմել։ Շատ նիհարեցնող հատկություն ունի։ Դու գաղտնիքը գիտեիր, շատ սխալ է այդ եւ սնվելը եւ միաժամանակ խմելը շատ սխալ է։ Եթե չեմ սխալվում, մեր պապերն են հենց այդպես այդ հան են խմել, հետո մի կես ժամ, մի ժամ անցել են նոր նստել են հացի, այսինքն նոր արավ։ Լավն էր։ Մեր սիրելի գիտնականները նոր հետազոտություններ են կատարել սիրային ոլորտում, այս ոլորտը ինձ շատ է դուր գալիս։ Նրանք որոշել են պարզել, թե քանի փուլից է բաղկացած սերը եւ ինչ է տեղի ունենում դրանցից յուրաքանչյուրում սիրահարված մարդու հետ։ Բոլորը հիշեք ձեր այդ առաջին փուլը։ Գիտնականները կոչել են առաջին փուլը թիթեռնիկներ որովայնում։ Այսպես երբ զգում ես, որ կարծես թիթեռնիկներ են որովայնում եւ ինչ որ բան է շարժվում եւ դու սիրահարվել ես։ Եղել այսինքն։ Այո, իհարկե, հենց այդպես են իրենց զգացմունքները նկարագրում գրեթե բոլոր սիրահարվածները, ես կարծում եմ նրանք ինձ հետ կհամաձայնեն։ Պարզվում է, որ սիրահարվածների կեսն այդ փուլում նիհարում է, երևի հենց այդ թիթեռնիկների պատճառով է նիհարում։ Դե լավ։ Թրքերը ամեն ինչ ուտում են, Անահիտ։ Իսկ մյուս կեսը կորցնում է աշխատելու, կենտրոնանալու ունակությունը, էլի սիրահարվելու պատճառով։ Երկրորդ փուլն է կոչվում է կայացում։ Ահա։ Սիրահարված զույգն այդ փուլում վերջապես սկսում է սովորական շփման, միմյանց մասին ավելի իմանալու տարբեր բաներ, այսինքն կարիք զգալ արդեն միմյանց մասին իմանալու եւ մարդկանց 44%-ն այդ փուլում քիչ է քնում, 29%-ը բողոքում է իր սիրելի կողմից գնալով պակասող ուշադրությունից, ինչի չզանգեցի, Սիրում են, ուշադրություն կա, վերաբերմունք կա, հետո ինչ որ ժամանակ անց այդ վերաբերմունքը կորում է, ինչու Անահիտ։
Ես չգիտեմ, օրինակ մեր երրորդ փուլը նշում է, որ այն կոչվում է ազնվություն, Գրիշա ջան, եւ երբ սիրահարվածությունն անցնում է, զույգերի մեծամասնություն սկսում են նկատել, որ ավելի շատ հորինել կամ գտել են իրենց երկրորդ կեսին։ Այսինքն այս քո բոլոր ասածները վերաբերում է երրորդ փուլին, բայց մի մեծ ճշմարտություն կա։ Եթե սերը իսկապես սեր է, եւ դու իրոք սիրում ես քո կողակցին, դու կարող ես առաջին փուլը անվերջ շարունակել եւ այդ թիթեռնիկները միշտ լինեն, երբ կողակցիդ տեսնում ես, սեփական փորձից եմ ասում, Գրիշա ջան։ Իհարկե, եթե չանձնականացնենք։ Այո, Անահիտ, դու իսկապես երևեն բացառիկ մարդկանցից ես, որոնք վերջապես ստեղծեք ձեր մեջ այդ թիթեռնիկները, գնեք, կերեք այդ թիթեռնիկները եւ կզգաք սիրահարվածության փուլը անվերջ։ Շատ հաճախ ցավոք սրտի թիթեռնիկներին փոխարինում են տառականները կամ կոկորդիլոսները։ Այդ վատագույն դեպքում կոկորդիլոսները։ Ոչ մի լավ բանի չի բերում դա, բայց սիրեք միմյանց։ Այո, սիրեք եւ եղեք սիրված։ Դե ինչ, իսկ մենք շարունակում ենք եւ մեր եթերը ավելի լավ է Զարթայի տեսահոլովակը լավ ռիթմերով։ Թիթեռնիկներ, Ախ Գրիշա, երբ սերն իաշխար եկավ իղեղս բնակեցավ։ Սա ես չեմ ասում, սա հայրեններն էր ուղղակի Նահապետ Քուչակի, իսկ մենք շարունակենք այս տեսահոլովակը նվիրված էր բոլոր նրանց, ովքեր սիրում են, իսկ ովքեր չեն սիրում, շտապեք, դեռ ժամանակ կա, զանգահարեք մեզ եւ մենք կգտնենք ձեր երկրորդ կեսին։ Դե ինչ, ուշ աշնանը, երբ օրերը կարճանում են, իսկ մռայլ եղանակն ազդում է շատերի տրամադրության վրա, կարելի է դիմել մի քանի խորամանկությունների, մասնավորապես բնակարանը կամ աշխատասենյակը ավելի լուսավոր դարձնել։ Դա կբարձրացնի մեր տրամադրությունը եւ մեկ կլինի թե դրսում որքանով է անձրև կամ էլ ամպրոպ։ Ինչ եղանակ ես սիրում դու։ Ես սիրում եմ, օրինակ ամեն եղանակը յուրովի, խորաշուն է, այսպես ուրիշ բան է, գարուն։ Ես սիրում եմ արևային, իսկ օրինակ իմ ընկերը սիրում է տխուր, երբ որ անձրև է, ես չեմ սիրում։ Եվ տրամադրությունը անկախ քեզանից ընկնում առավոտ շուտ, չէ՞։ Բայց ես սիրում եմ։ Ես կարող եմ օրինակ ստեղծագործել նույնիսկ գիտարը վերցնել անձրևի կաթիլների տակ, գրել տարբեր բանաստեղծություններ եւ երգեր։ Թիթեռնիկները չեն պակասում։ Դե ինչ, մենք նշեցինք, որ կարող եք այդ լավ տրամադրությունը ուրեմն բնակարանում որևէ բան փոխել, լուսավորություն եւ այլն, եւ այսպես նախ ազատվեք ավելորդ իրերից, որոնք այսպես վատ հուշեր են երևի ավելացնում ձեր կյանքում։ Հայելին տեղադրեք այնպես, որպեսզի դրանում արտացոլվի պատուհանը, այդպես լուսավորությունը ավելի շատ կլինի։ Դա։ Արևի լույսը տարվա մռայլ օրերին հայելու օգնությամբ վերգտել են նաև Իտալիայի Վիգենելլա գյուղի բնակիչները։ Սելերուստայտորը այնտեղ մինչև 2006 թվականը նոյեմբերից մինչև փետրվար արևի լույսը չէր հասնում, քանի որ գյուղը գտնվում էր լեռների մեջ։ Իսկ այժմ արևի դերը ավելի շուտ այն արտացոլելու պարտականությունը ցուրտ ամիսներին կատարում է լեռան ստորոտին տեղակայված 40 մետր քառակուսի մակերեսով հայելին, այսպես կլանում է այդ ջերմությունը եւ տալիս է մեզ օրվա տարբեր ժամերին այն պտտեցնում են եւ արևը լուսավորում ու տաքացնում է նախկինում մութ ու ցուրտ գյուղը։ Դե ինչ, կարծում եմ ելքեր փնտրում են մարդիկ, որպեսզի եղանակին կարողանան դիմակայել, բայց երբեմն կանխատեսում են եղանակը եւ այդպես չի լինում, համաձայնի՞ր։ Իսկ եղանակի մասին այս պահին ավելի լավ է խոսի մեր սիրելի Զարաչկան։ Այո, Զարա ջան, ցրտելա։ Մի հատ ասա ինչ ա լինելու։ Բարի լույս Զարա։ Բարի լույս։ Հիմա դուք ճիշտ եք կանխատեսելու, թե ասելու եք ցրտելա կամ արևոտ է եւ հակառակը լինի, ճիշտն ասա։ Միանշանակ ճիշտ, ես ու Գագիկը երբեք չենք սխալվում եւ ասեմ, որ արդեն -4, -3 հրաշալի մինուսներ են մեզ սպասվում։ Ահա։ Բայց մինուսի հետ մի հատ պլյուս չկա, Զարա ջան։ Կա, որ մենք ենք եթերում այսօր։ Լավ, դե լսենք քեզ, Զարա ջան։ Եղանակի տեսությունը ներկայացնում է Samsung ընկերությունը։ Հոկտեմբերի 15-ից ձեռք բերեք Samsung Galaxy Alpha սմարթֆոնը Samsung-ի պաշտոնական վաճառասրահներից։ Հանրապետության տարածքում եղանակը կշարունակի գտնվել հյուսիս-արևմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն հատկապես հյուսիսային եւ արևելյան շրջանների եղանակի ձևավորման վրա, որտեղ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն եւ մառախուղ։ Մյուս շրջաններում սպասվում է փոփոխական անպամացություն, սակայն տեղումների հավանականությունը փոքր է։ Արցախում կեսօրից հետո սպասվում են տեղումներ եւ մառախուղ, Ստեփանակերտում գիշերը կլինի 5 աստիճան ցուրտ, ցերեկը սպասվում է 2 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում օրվա երկրորդ կեսին սպասվում է ձյուն եւ մառախուղ, Մեղրիում գիշերը կլինի 1 աստիճան ցուրտ, ցերեկը 4 աստիճան տաք, Կապանում գիշերը 4 աստիճան ցուրտ, ցերեկը 2 աստիճան տաքություն եւ Գորիսում գիշերը կլինի 5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը կլինի 0։
Վայոց ձորի մարզում ջերմուկում գիշերը կգրանցվի 7 աստիճան ցուրտ, ցերեկը 2 աստիճան տաքություն, Եղեգնաձոր քաղաքում գիշեր սպասվում է 2 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը կլինի 6 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում օրվա երկրորդ կեսին սպասվում է ձյուն ճանապարհներին մերկասառույց։ Մարտունիում գիշերը կլինի 8 աստիճան ցուրտ, ցերեկը 0 աստիճան, Գավառում գիշերը 9 աստիճան ցուրտ, ցերեկը նույնպես 0 եւ Սևանում գիշերը սպասվում է 7 աստիճան ցուրտ, ցերեկը 0։ Կոտայքի մարզում ձյան հավանականությունը կա հատկապես լեռնային շրջաններում, Հրազդան քաղաքում գիշերը կգրանցվի 8 աստիճան ցուրտ, ցերեկը 0, Աբովյանում գիշերը 3 աստիճան ցուրտ, ցերեկը 4 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում փոփոխական անպամացությունը կպահպանվի, սակայն տեղումների հավանականությունը փոքր է։ Արարատի մարզում Արարատում գիշերը կլինի 2 աստիճան ցուրտ, ցերեկը 6 աստիճան տաք, Արտաշատում գիշերը 3 աստիճան ցուրտ, ցերեկը 5 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում Արմավիր քաղաքում գիշերը կլինի 2 աստիճան ցուրտ, ցերեկը 5 աստիճան տաք, Վաղարշապատում գիշերը 3 աստիճան ցուրտ, ցերեկը 6 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզում թույլ ձյան հավանականություն կա հատկապես լեռնային շրջաններում, նախալեռներում կեսօրից հետո կնկատվի անպամացության ավելացում։ Աշտարակ քաղաքում գիշերը կլինի 3 աստիճան ցուրտ, ցերեկը 4 աստիճան տաքություն, Ապարանում գիշերը 8 աստիճան ցուրտ, ցերեկը 0։ Տավուշի մարզում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ։ Իջևանում գիշերը կլինի 3 աստիճան ցուրտ, ցերեկը 3 աստիճան տաքություն, Դիլիջանում գիշերը 8 աստիճան ցուրտ, ցերեկը 0։ Լոռու մարզում սպասվում է ձյուն, Վանաձորում գիշերը կգրանցվի 7 աստիճան ցուրտ, ցերեկը 1 աստիճան տաքություն, Տաշիրում գիշերը 10 աստիճան ցուրտ, ցերեկը 2 աստիճան։ Շիրակի մարզում հնարավոր է թույլ ձյուն, Գյումրիում գիշերը կլինի 7 աստիճան ցուրտ, ցերեկը 0, Աշոտսկում գիշերը 12 աստիճան ցուրտ, ցերեկը նույնպես 0։ Անդրադառնամ մայրաքաղաքին։ Օրվա երկրորդ կեսից կնկատվի անպամացության ավելացում, բարձրադիր հատվածներում կա թույլ ձյան հավանականություն, օդի հարաբերական խոնավությունը 65% է, քամին հյուսիս-արևելյան 2-ից 5 մետր վայրկյանում, մթնոլորտային ճնշումը 674 մմ, սնդիկի սյուն, գեոմագնիսական դաշտը կայուն է։ Օդի ջերմաստիճանը Շենգավիթում եւ կենտրոնում գիշերը կլինի 3 աստիճան ցուրտ, ցերեկը 6 աստիճան տաքություն, Ավանում գիշերը 2 աստիճան ցուրտ, ցերեկը 4 աստիճան տաք։ Չնայած այս եղանակներին բարձր պահեք ձեր տրամադրությունը, հաջողություն։ Ժամանակն է թելադրում դիզայնը, մետաղը ստեղծում է ոչ, Samsung Galaxy Alpha, նորաոճ, բարակ, մետաղյա։ Զարան, շնորհակալություն ենք հայտնում, իսկ այժմ ցուրտ եղանակից դեպի ջերմ գովազդ։ Այո, չցրտի օրը դրսում ջերմ գովազդն է մեր եթերում։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր միացան մեզ, մենք եթերում ենք Անահիտի հետ ուղիղ եթերում։ Այո, եւ հենց այս պահին խոսենք միջազգային անցուդարձից։ Վերջերս կատարվել է հետազոտություն, որով կարելի է բացատրել, թե ինչու են այս կամ այն ազգերն ավելի կամ պակաս երջանիկ, բարձում է ազգերը ազգովի են երջանիկ լինում կամ չեն լինում։ Հետաքրքրական է, բայց հարցումների ընթացքում ամերիկացիների, անգլիացիների ու ֆրանսիացիների մեծամասնությունը նշում են, թե երջանիկ են։ Ինչից կլինի, դու ավելի շատ ես ամերիկաներում եղել, ինչա կյանքը այնտեղ ավելի երջանիկ։ Եսիմ, դες դու ամեն ինչ գիտես ոնց այնտեղ կանոնավոր օրենքով, կենցաղը քիչ ավելի նորմալ, հարմար ավելի, մի խոսքով։ Բայց այդտեղ էլ ասենք ծանոթով, անօրեն, բայց նորմալ է։ Լավ չի։ Լավ չի։ Լավ չի։ Մինչդեռ դանիացիները մշտապես գլխավորում են ամենաերջանիկ ազգերի վարկանշային աղյուսակը, այնպես որ եթե ուզում եք լինել երջանիկ, շտապեք Կոպենհագեն, քանի որ նրանց գեներում երջանկության հորմոնի առկայությունն ավելի շատ է։ Իսկ երջանիկ ազգերի ցուցակի երկրորդ տեղում են նորվեգացիները։ Իսկ երջանկության ամենակիչ քանակությունը ուրեմն ֆրանսիացիների գեներում է հայտնաբերվել։ Բա նման կարգավիճակում են նաև Միացյալ Նահանգների եւ Բրիտանիայի բնակիչները։ Բայց ինձ համար միշտ օրինակ ես կարծում եմ երջանկություն դա սիրո հետ է ասոցացված, իսկ Ֆրանսիան ասոցացված է այսպես սիրո։ Ոչ, տիտերները թռան վերջ, էլ բան չկա։ Վերջ։ Մենք վերադարձանք դառը իրականություն, բայց փաստորեն իսկ Հայաստանը ինձ թվում է ոչ մի ցուցակարգավոր չէ։ Մենք տեղով երջանիկ ենք։ Մեր ընտանիքը, երեխեք, ամեն ինչ թորները կան, երջանիկ ենք, չէ՞։ Մի բարձի ծերանանք, առողջ լինենք։ Ուսումնասիրությունները փաստում են, որ աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքը պարզվում է ծխախոտն է, ցավոք սրտի։ Ներկայումս տարեկան ավելի քան 5.5 տրիլիոն սիգարետ է արտադրվում ամբողջ աշխարհում։ Պատկերացնում ես անընդհատ դե գիտես որ Միացյալ Նահանգներում երկար ապրել եմ, միշտ գնում գալիս եմ։ Եվ գիտես որ նա զարմանալի որ Միացյալ Նահանգներում շատ հազվագյուտ մարդ կտեսնաս, հա, հազվադեպ ես տեսնում ծխող մարդ։
ոնց գալիս եմ Հայաստան, հա, արդեն շատ բնականաբար ամեն տեղի ամեն օր ծխում են եւ տղամարդիկ եւ կանայք եւ դա լավ չի։ Շատ եմ ուզում։ Բայց այնտեղ գուցե ծխելուց այլ փուլերի են անցել, մենք գոնե դեռ մենակ Չես դա էլ կա, անցնում են ավելի ծանր, այո, անցնում են։ Հետաքրքիրն է, որ ապացուցված է, որ ծխելու մակարդակը պակաս է, ավելի պակաս կրթված եւ սոցիալապես ավելի վատ պայմաններում ավելի շատ է, այսինքն ավելի շատ են ծխում նրանք, ովքեր ավելի վատ են ապրում։ Բայց հետաքրքիր է, գումար չունեն, բայց միևնույն է վերջի գումարը կտան, որպեսզի ծխախոտ գնան, այդպես յոլա գնան։ Բայց դա շատ վատ է։ Հոգեբանները նշում են, որ շատերը սկսում են ծխել, քանի որ դա օգնում է ամրապնդել անձնական հարաբերությունները եւ հաճախ ծառայում է որպես սոցիալական հարմարվողականության նշան։ Բայց ես հիշում եմ, ես սովորում էի թատերականում, շատ աղջիկներ նույնիսկ ասում էին, դե մենք է ծխենք բան, ասենք, բայց ես երբեք զոհ չգնացա այդ ամենին։ Այս հետո քաղցկեղով դե բոլորս գիտենք, որ հա ծխողների մոտ այդ քաղցկեղի տոկոսը շատ ավելի բարձր է։ Ու ամենատախուր փաստը գիտես ինչ է, որ ես օրինակ ընկեր ունեմ, որը երևի 2-3 տուփ օրական ծխում է, ասում Վարդան, դու գիտես, որ վնաս է։ Ասում հա, բայց բան չեմ կարող անել, իսկ ամենավատ պատասխանը գիտես որն է, որ ասում են դե ինչ է, ուրիշները քաղցկեղով չեն հիվանդանում, չծխողները։ Հա, նա իմունային համակարգը կարող է լավն է, չի հիվանդան, բայց դու ինչ ես այդ ռիսկին գնում, չէ՞։ Բայց ինձ թվում է դա շատ սխալ պատասխան է, որովհետև բնականաբար ծխողների մոտ այդ տոկոսը ավելի բարձր է։ Իհարկե, մեկը կա ծխում է, 100 տարի ապրում է, բայց այդ մեկն է։ Այո։ Դու դրա օրինակը մի վերցրու։ Այո, պետք չէ ծխել։ Իսկ այս պահին այժմ խոսենք ճանապարհների մասին։ Եվ աշխարհի ամենալայն ճանապարհը գտնվում է Բրազիլիայում։ Մոնումենտալ աքսիս կոչվող մայրուղով կարող են միաժամանակ երթևեկել 160 մեքենաներ, իսկ աշխարհի ամենաարագընթաց մետրոն Մոսկվայինն է։ Պիկ ժամերին այնտեղ գնացքները կայարանին մոտենում են յուրաքանչյուր 90 վայրկյանը մեկ։ Մետրոյից հետաքրքիր է, օրինակ նույն Լոս Անջելեսում, հա, բնականաբար մետրո կա, բայց ի տարբերություն Մոսկվա, մետրոն շատ Լոսում շատ քիչ են մարդիկ օգտվում մետրոյից, շատ քիչ։ Բայց նա ի տարբերություն Լոսի Նյու Յորքում, օրինակ Նյու Յորքն էլ ոնց որ Մոսկվան լինի, այդ առումով մետրոյից շատ մարդիկ են օգտվում, բայց Լոսում շատ ավելի քիչ, ավտոբուսներն էլ նույնպես շատ քիչ են օգտվում։ Հիմնականում մեքենաներն են, դու գիտես, ամեն ընտանիք 2, 3, 4 մեքենա ունի։ Եվ հետաքրքիր է, որ մեքենա ունեցողն է մետրոն նստում, այսինքն նա էլ է արդեն ներվայնանում այդ պրոբկայի պիկ ժամերից, կանգնեցնում է մեքենան, իջնում մետրով հասնում իր ուզածները, հետ գալիս նորից։ Ես ընկեր ունեմ, ինքը մեքենա ունի, ինքը գալիս կանգնացնում է մետրոյի մոտակա, ուրեմն կայանի մոտ, մետրով իր գործեր անում, վերադառնում է նստում է մեքենա, նոր գալիս է։ Ավելի հարմար է։ Ինձ թվում է միշտ մետրոն հարմար է նրանով, որ դու երբեք չես ուշանա, որովհետև այն ստույգ ժամերին է գալիս, գիտես 5 րոպե մեկ կգա կնստես կգնաս։ Եվ գումարով էլ է հարմար։ Գումարելով էլ համար ավել կքայլես, նաև առողջ է։ Իսկ ուսումնասիրությունները փաստում են, որ գոյություն ունեցող տրանսպորտային միջոցներից ամենաանվտանգը դա օդանավն է, որքանով էլ մեզ համար միշտ տարօրինակ է, որ ասում ենք վախենում ենք նստելու օդանավ կընկնի, բայց շատ հազվադեպ է նման բանը լինում։ 5%-ը ընդհանրապես հրաժարվում է օդանավ նստել, բայց հարկելին ես հավատացեք, որ ավտովթարներից շատ ավելի են մարդիկ մահանում։ Աշխարհում ամեն 3 վայրկյանը մեկ վայրեջք է կատարում մեկ ինքնաթիռ։ Հենց հիմա 1, 2, 3 նստեց վերջ։ Հետո գիտես, այդ ինքնաթիռների պատմությունը, օրինակ ինձ թվում է այդ Նյու Յորքի պատմությունից հետո սկսեցին, կոնկրետ ես գիտեմ մի քանի հոգի, ովքեր նստում են ինքնաթիռ, բայց այդ դեպքից հետո, հա, 2001 թվականի վախենում են նստել։ Իսկ մենք ընկեր ունեմ, որ Մոսկվայում ապրում է ոչ մի, չգիտեմ, ոչ մի բան չի կարող իրեն ստիպել, որ նա նստի ինքնաթիռ։ Դու պատկերացրու, բայց իսկ եթե ինչ-որ երկրից երկիր պիտի գնա, այլ ընտրանքային, թե նա։ Եթե դա խոսքը գնում է Եվրոպայի մասին, մեքենայով կամ բան, բայց եթե պետք է թռնի օրինակ Միացյալ Նահանգներ, երբեք հրավիրում են չի գնում, շատ հայտնի ազնվություն։ Այդպիսի շատ ու շատ մարդիկ կան, ինչ խոսք, բայց մենք շարունակենք, այժմ առաջարկում ենք ողջել, թե որոնք են վերգետնյա երթևեկության ընդհանուր վտանգները վարորդների եւ հետիոտների համար։ Դրա համար մենք ունենք տեսանյութ։ Տեսանյութ ենք դիտում, այո։ Եթե սոցիոլոգները կամ բրիտանացի գիտնականները փորձեին պարզել, թե որ երկրում են ամենից շատ հայոյում, վստահաբար մենք առաջատար եռյակում կլինեինք։ Համոզվելու համար բավական է 15 րոպե կանգնել Երևանյան բանուկ փողոցներից մեկում։ Վարորդները դժգոհ են հետիոտներից, հետիոտները ոչ պակաս վարորդներից, իսկ դժգոհությունները հիմնականում արտահայտվում են հենց փողոցում, բղավոցների, հայհոյանքների, լավագույն դեպքում ազդանշանների միջոցով։ Բղավել է
Տես չի, բայց ինչ որ ասում եք էլի ուշադիր եղեք, լույսերին նայեք։ Վազում են ընկնում են մեքենայի տակ, տես չի կարելի։ Հիմնականում հա խախտում են իրենց համար դա ոչ տուգանք կա, ոչ բան կա։ Երբ որ ես իրան ազդանշան տալի կամ ասում են ձեռով դուք եմ տալի սպասի, նրանք չեն ընդունում էդի։ Եթերները շատ ավելի շատ են խախտում կանոնները, քան վարորդները բնականաբար։ Սովորաբար այո, երևի թե ցենց ուշանալուց մեկ-մեկ խախտում են կանոն։ Մեզ չեն զիջում, բայց հիմնականում այդ այսպես մեծ խաչմերուկներում չի լինում։ Հիմնականում են մասերում, որտեղ որ քիչ են ավելի շատ մարդիկ լինում, այդպես ուշադրություն չեն դարձնում։ Որ նկատել եմ արագ են քշում։ Նշանները նույնպես քաղաքում պետք է քչացնել։ Ամեն մեկս լավ տրամադրությամբ ուղղակի դուրս գանք, մեկս մյուսի հանդեպ զիջող լինենք, շատ ավելի լավ կլինի։ Այս ամենից խուսափելու ամենապարզ միջոցը միմյանց զիջելն է։ Սովորաբար զիջում եմ։ Միշտ, ոչ թե սովորաբար։ Անպայման զիջում եմ, ու բոլոր վարորդներն են զիջում։ Կապ չունի, իր տեղով անցնում, թե իր տեղով չի անցնում, պիտի զիջեն։ Իհարկե զիջում եմ։ Սովորաբար զիջում եմ, հետիոտներին էլ, մեքենաներին էլ։ Զիջում եմ։ Տեսախցիկի առջև բոլորը զիջում են, ճանապարհ տալիս, իսկ արդեն փողոցներում երթևեկության մեջ անում հակառակը։ Վարորդները բորբոքվում են երբեմն իրավացիորեն, ինչու ճանապարհտան փողոցը չթույլատրված տեղից անցնող հետիոտներին։ Կարմիր լույսի տակով են անցնում, առանց Պեշեխոդի բանով են անցնում։ Հետիոտներից բողոքել են, որ հեռախոսով խոսալով են անցնում։ Հենց զեբրան անցնելուց այնքան դանդաղ են անցնում, ոնց որ հատուկ զադերժկա անեն, դա ամենաահավորն է։ Աղջիկները շատ անջատված են փողոցը անցնում։ Դե ոչ սահմանված տեղերից էլ են անցնում հետիոտները։ Չեն հասկանում, ասենք մեծ տարիքի մարդիկ են ու կարմիր լույսի տակով, այսինքն հետիոտինը կարմիր է ու անցնում են։ Այսպիսի հազարավոր բողոքներ վարորդների կողմից, դրանք այլևս չլսելու կամ փողոցում նրանց բղավոցներին չարժանանալու համար պետք է հետևել մի քանի կանոնների։ Թեկուզ նաուշնիկով ճանապարհ են անցնում կամ հեռախոսով Facebook check-in են լինում այդ ժամանակ, ես անցնում եմ Տերյան փողոցով, այդ ժամանակ գոնե ձախ նայեն, որ տեսնեն ավտո կա թե չկա։ Կանաչ լույսը եթե վառեց, իր ճանապարհով գոնե անցնի, կարմիրի դեպքում թող չանցնի։ Որ հաշվի առնեն, որ ամեն քայլում իրանց նման մեկը կա փողոցում։ Անընդհատ չի լինում կանգնացնել մեքենան։ Ճիշտ անցնելու համար պետք է մի քիչ փոքրից սովորեն, որ փողոցը ոնց անցնել։ Թույլատրելի տեղերով էլ ուղղակի անցնել։ Ձախ աչ նայեն, որ ավտոյի տակ չընկնեն։ Ճիշտ անցեք ու արագ անցեք այդքան։ Մեքենաները փողոցներում գնալով ավելանում են, երթևեկությունը դառնում ավելի վտանգավոր եւ անկառավարելի։ Կռվելու եւ բղավելու կողքին կա այլընտրանք, ավելի քաղաքակիրթ ու նախընտրելի, լինել օրինապահ, հետևել երթևեկության կանոններին եւ զիջել միմյանց։ Դե ինչ շատերը իհարկե մեղադրում են միշտ մեքենավարներին եւ ասում են նրանք չեն զիջում, բայց դուք էլ հարգելի մարդիկ, այնքան սխալ տեղերով եք անցնում։ Երեխու ձեռքը բռնած, անցումը տակը ինքը վերևով անցնում։ Ան պետքա զիջել, Միացյալ Նահանգներ էլի կհիշեմ, Միացյալ Նահանգներում ես օրինակ մեքենավարելուց բավականություն եմ ստանում։ Այստեղ անկեղծ ասած չներվայնանում, եւ ինձ թվում է ոչ միայն ես, բոլոր վարորդները ամեն քայլափոխին ներվայնանում են։ Դրա համար զիջեք միմյանց, զիջեք ու ամեն ինչ կընկնի տեղը։ Այո։ Իսկ մենք հիշեցնենք մեր հաղորդման հովանավորներին։ Մեր հաղորդման հովանավորն է Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ զանազան ակցիաների տեսքով։ Այցելեք Դելտա Կլինիկ եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամա, վահանաձև գեղձի եւ ճիճվագրության հետազոտություն, այդ ամենը զեղչված գներով։ Դելտա Կլինիկը զանգահարեք 500-560 եւ բուժվեք։ Մեր հաղորդման անուշահամ հովանավորն է Sis Natural ընկերությունը յան բնական հյութերի, նեկտարների եւ ըմպելիքների լայն տեսականիով ծիրան, դեղձ, բալ, նարինջ, մանգո, բանան, արևահամ մրգերը 1 տարայում։ Յան բնական հյութեր համ տեսեք մեկ անգամ եւ կրկնեք բազում անգամներ։ Իսկ առողջության թեման կշարունակի մեր օրվա դեղատոմս էջը։ Դիտում ենք։ Բարի լույս, երբեք չգիտենք, թե հիվանդությունը մեզ որ դռնի սյուր կգա, որ տարիքում եւ ինչ տեսքով, այդ իսկ պատճառով միշտ պետք է լինել զգոմ, պատրաստ ու տեղեկացված։ Հենց այդ պատճառով էլ մենք ամեն առավոտ անդրադառնում ենք այս կամ այն հիվանդության կլինիկային։ Այս անգամ մեր ուշադրության կենտրոնում կիստաներն են, մասնավորապես ֆոլիկուլյար, իսկ զրուցակիցս Անի Մարկոսյանն է։ Բարի լույս։ Բարի լույս։
Նախ հասկանանք, թե կիստաների մեջ ինչով է առանձնանում ֆոլիկուլյար կիստան ու ինչու է այդքան տարածված կանանց շրջանում։ Ֆոլիկուլյար կիստան առաջանում է պրեովուլյատոր ֆոլիկուլում ավելցուկ հեղուկի կուտակման հետևանքով։ Այսինքն նորմայում, եթե մենք գիտենք ցիկլի ընթացքում տեղի է ունենում ձվազատում, այս դեպքում ձվազատում տեղի չի ունենում եւ աճելով մեծանում է ֆոլիկուլը, ինչի հետևանքով էլ առաջանում է արդեն կիստա։ Եթե դիամետրը 3 սանտիմետրից անցնում է ֆոլիկուլի, արդեն մենք համարում ենք, որ կինը ունի կիստա։ Իսկ դա յուրաքանչյուր դա նշանակում է, որ դաշտանային ցիկլը խախտվում է մշտապես։ Կարող է լինել, որ ֆոլիկուլյար կիստա ունի կինը, սակայն չունենա ցիկլի խանգարումներ, սակայն կարող է բնորոշ է, այո, եթե կան ֆոլիկուլյար կիստաներ, հնարավոր է ցիկլի խանգարումներ տեղի ունենա։ Եվ բացի այդ պետք է նշեմ, որ մեծամասամբ ֆոլիկուլյար կիստան կինը ունի ֆոլիկուլյար կիստա, սակայն ինքը չգիտի եւ պատահական գինեկոլոգիական զննման արդյունքում է հայտնաբերվում։ Իհարկե պետք է նշել, որ ցանկացած կնոջ մոտ չէ, որ առաջանում է ֆոլիկուլյար կիստա, դա ունի նախատրամադրող պայմաններ։ Որոնք են պատճառները։ Այո, այսինքն այն կանայք, ովքեր ունեն հիմնականում հորմոնալ խանգարումներ, որոնց մոտ չի կատարվում անովուլյացիա, այս կամ այն հորմոնալ խնդիրներից ելնելով առաջ է գալիս ֆոլիկուլյար կիստաների հավանականությունը։ Իսկ դա ժառանգական բնույթ կարող է ունենալ։ Ոչ, եթե մենք հաշվի չառնենք, որ հորմոնալ խանգարումներ, ասենք մասնավորապես եթե նշենք հիվանդություններից մի քանիսը ունեն ժառանգական խնդիրներ, ապա չէ, չենք կարող ասել, որ ֆոլիկուլյար կիստան ինքը ժառանգական նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է։ Իսկ այդ կիստայի դեպքում հղիանալ հնարավոր է թե չէ։ Ուրեմն նայեք, եւ հնարավոր է եւ հնարավոր չէ։ Այսինքն, եթե կա ֆոլիկուլյար կիստա, տեղի չի ունեցել ձվազատում եւ կինը ունակ չէ հղիանալու, սակայն երբեմն լինում է, որ աճում են միաժամանակ երկու ֆոլիկուլ, մեկը վերածվում է կիստայի, մյուսով կինը հղիանում է եւ հակառակը։ Մեկ ձվարանում ունենք ֆոլիկուլյար կիստա, սակայն ինքը դեռ հետ չի գնացել, սակայն մյուս ամիս մեկ այլ ձվարանում տեղի ունեն ձվազատում եւ կինը հղիանում է։ Միանշանակ ասել, որ ֆոլիկուլյար կիստան կարող է բերել չբերության, չենք կարող ասել, բայց եւ վտանգավոր չի կիստայով հանդերձ հղիանալը։ Իհարկե, այս խմբի հղիները ռիսկային խումբ են կազմում եւ հենց առաջին օրվանից պետք է գտնվեն անպայման մանկաբարձ գինեկոլոգի հսկողության տակ։ Վտանգը ինչու՞մն է կայանում, կարող է պայթել ֆոլիկուլը, թե պտղին է վնաս։ Այո, ֆոլիկուլյար կիստաները, ինչպես մնացած բոլոր կիստաները, ունեն բարդություններ եւ բարդություններից մեկը դա կիստայի պատռումն է, կիստայի ոլորումն է եւ արնազեղումն է կիստայի խորոչում։ Բոլոր իմ այս թվարկած դեպքերում ուղեկցվում է ուժեղ ցավային համախտանիշով, սրտխառնոցով, փսկումով, իր բարդություններով եւ արդեն վիրահատական միջամտություն է ցուցված։ Իսկ արտահայտման ձևերը ինչպիսիք են, այսինքն ես կարող եմ գլխի ընկնել կիստա ունեմ, թե ոչ։ Նշեցի երբեմն կինը կամ աղջիկը ինքը գլխի չի ընկնում, որ ունի ֆոլիկուլյար կիստա, սակայն ամենաբնորոշ նշանը դա բորովայնի ստորին հատվածներում փոքր կոնքի շրջանում ցավերի առկայությունն է, ցիկլի խանգարումներն են, երբեմն կարող է տեղի ունենալ նաև արնահոսության տեսքով, ինչն էլ արդեն կատարում են լրացուցիչ հետազոտություններ կնոջ մոտ եւ հայտնաբերվում են կիստաները։ Պատճառներից նշեցիք հորմոնալ խանգարումներից, ֆիզիկական ծանրաբեռնվածություն, կենցաղավարությունը մարդու, չգիտեմ, սպորտով զբաղվելը կարող է պատճառ դառնալ կամ եթե ունի կիստա, արդյոք թույլատրվում է ֆիզիկական ծանրաբեռնվածություն, ինչ-որ մարզաձևով զբաղվել։ Պատճառ չի կարող դառնալ իհարկե միանշանակ սպորտով զբաղվելը կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սակայն եթե կնոջ մոտ ախտորոշվել է կիստա, ապա այդ դեպքում իհարկե հակացուցված է որոշակի բաները սպորտով զբաղվելը, ֆիզիկական ծանր աշխատանք կատարելը, սեռական կյանքով ապրելը, ինչու, որովհետև սրանք այն պայմաններ են, այն ֆակտորներն են, որոնք կարող են նպաստել կիստայի պատռմանը։ Շնորհակալություն, եթե ձեզ հետաքրքրում է ձեր առողջությունը, ուրեմն շարունակեք հետևել մեզ։ Դե ինչ Գրիշե ջան, միշտ եթերը մեր սիրով ընդմիջում ենք գովազդով։ Գովազդ։ Դե ինչ մենք նորից եթերում ենք, ուղիղ եթերում ենք Եվ շարունակենք, ուսումնասիրությունները փաստում են, որ այսօր աշխարհում միգրանտի կարգավիճակ ունի 250 միլիոն մարդ։ Դա երկրագնդի բնակչության 3.2%-ն է։ Կանխատեսումների համաձայն մինչև 2050 թվականը միգրանտների թիվը ողջ աշխարհում կհասնի 405 միլիոնի։ Լավ։
Հայաստանում միգրացիայի հիմնական տեսակը աշխատանքայինն է, իսկ հայ միգրանտների համար առավել հայտնի եւ հարմար ուղղությունը Ռուսաստանը, այսպես ասած, խոպան են գնում մեր հայ տղամարդիկ։ Գաղտնիք չէ, որ աշխատանքային միգրացիայի սեզոնին Հայաստանի շատ մարզերում տղամարդ չես գտնի, բոլորը տուն, տեղ թողած մեկնում են մեկ այլ երկիր ընտանիքի համար գումար վաստակելու։ Աշխատանքային միգրացիայի մասին է մեր հաջորդ տեսանյութը, որից հետո հենց թեմայի շուրջ կզրուցենք մեր հյուրի հետ։ 1991 թվականից մինչ այսօր Հայաստանից արտագաղթել է մոտավորապես 1,5 միլիոն մարդ, նրանց մեծամասնությունը աշխատանքային միգրանտներ են։ Սահմանենք, աշխատանքային միգրանտը վճարովի աշխատանքային գործունեություն կատարելու նպատակով 3 ամսից ոչ պակաս ժամկետով այլ երկիր մեկնած անձն է։ Գելափի ուսումնասիրությունները պարզել են, որ Հայաստանում մարդկանց մոտ 1/3-ը շահագրգռված է աշխատանք փնտրել արտասահմանում, պատճառն օբյեկտիվ է, միջին աշխատավարձը 120,000 դրամ է, եւ ըստ պաշտոնական տվյալների աշխատավարձի տարեկան աճն ավելի փոքր է, քան գներինը։ Հետազոտությունները կրկին ցույց են տվել, որ 94 մինչև 96% այս հսկազանգվածի որպես նշանակել երկիր աշխատանք կատարելու վայր ընտրում է Ռուսաստանի Դաշնությունը։ Սրանց թիվը գնահատականների համաձայն 80-ից 100,000 է տարեկան տատանվում։ Հիմնականում էլի զբաղված են շինարարության ոլորտում 70-75% մինչև շինարարության ոլորտ, մինչև 10% առևտրի ոլորտ, սպասարկումների ոլորտ եւ մնացած այլ ոլորտներ, տրանսպորտ եւ այլն։ Աշխատանքային միգրացիայի մասին Gallup International կազմակերպության անցկացրած ուսումնասիրության համաձայն Հայաստանում աշխատունակ մարդկանց միայն 25%-ն ունի մշտական աշխատանք։ Իրավիճակն ավելի անհուսալի է հատկապես մարզերում։ Երևանում իրացվելու հնարավորությունն ավելի մեծ է, արտագաղթում են մեծամասամբ հենց մարզերից։ Ավելի շատ արտահայտված, ավելի մեծ տոկոս կա Շիրակի մարզում, Լոռում կար, մնացած մարզերում գրեթե քիչ թե շատ միջինի մոտ ցուցանիշներ են արձանագրվել։ Հայաստանում 31% ընտանիքների առնվազն մեկ անդամ աշխատում է Ռուսաստանում, նրանցից շատ քիչ տոկոսն է, որ դա անում է օրինական ճանապարհով։ Աշխատանքային ապօրինի միգրացիան նվազագույնի հասցնելու համար Ռուսաստանը խստացրել է այդ ոլորտը վերահսկող օրենքները։ Օրենքներից մեկի համաձայն Ռուսաստանում միգրանտներն իրավունք ունեն Ռուսաստանի Դաշնության տարածքում առանց գրանցման մնալ ընդամենը 90 օր 180 օրվա ընթացքում։ Այնուամենայնիվ Ռուսաստան մեկնողներից շատերը դեռևս տեղյակ չեն իրենց կարգավիճակն օրինականացնելու եղանակներին։ Մի քանի ռեժիմներ կան, որոնք թույլատրում են օրինական կերպով աշխատել Ռուսաստանի Դաշնությունում։ Ամենասկզբի քայլը, որ պետք է անեն, այդ միգրացիոն հաշվառման վերաբերյալ օրենքի համաձայն միգրացիոն քարտ ստանալն է։ Մյուս ռեժիմը, որ ավելի շատ հնարավորություններ տալիս եւ ավելի կայուն է, դա կաթողիկոսական կարգավիճակի ստացումն է։ Մյուս տարբերակը նաեւ քաղաքացիությունն է։ Այն իրավասու մարմինը, որի հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացին Ռուսաստանում պետք է շփվի, միգրացիոն ծառայությունն է։ Իսկ եթե տվյալ անձի նկատմամբ խախտվում է որևէ օրենք, ապա նա պետք է դիմի Հայաստանի դեսպանատուն։ Այս ամենը կարող է ցանկալի արդյունք տալ միայն, եթե անձն աշխատում է օրինական։ Խնդիրները ավելի շատ կարող են, եթե անօրինական ինչ-որ գործողություններ են կատարում, մանավանդ ապօրինի աշխատանք, չձևակերպված կամ ժամկետի խախտում, այդ 90-օրյա, դրանք ավելի լուրջ խախտումներ են եւ դրանց դեպքում հետագայում շատ դժվար կլինի նույնիսկ փոքր իրավախախտման դեպքում աշխատանքի հետ կապված հետագայում թույլտվություն ստանալու վրա կարող հասնել։ Եվ վերջում փոքրիկ մխիթարանք։ Աշխարհում գոյություն չունի երկիր, որը դատարկվել է միգրացիայի պատճառով, եւ նաեւ հույս, որ մենք առաջին օրինակը չենք դառնա։ Լիլիթ Սարգսյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Աշխատանքային միգրացիայի, առհասարակ միգրացիայի թեմա մենք շարունակենք մեր հյուրի հետ, ում շտապում եմ ներկայացնել ավագ իրավախորհրդատու փաստաբան Արտակ Մելիքսեթյանն է մեր այսօրվա հյուրը, բարի առավոտ։ Այն, որ աշխատանքային միգրացիան մեզ մոտ շատ է եւ շատերը մեկնում են, դա արդեն փաստ է եւ գիտենք, բայց թե որքանով այդ մեկնողները գիտեն իրենց իրավունքները եւ դա այդ ամենը արվում է իրավաբանորեն, այդ դա է մեզ հուզում։ Խնդիրը հետևյալումն է, քաղաքացիները մեկնելուց արտերկիր, տվյալ դեպքում ավելի շատ Ռուսաստանի Դաշնություն, նրանք չեն հետաքրքրվում իրենց իրավունքների մասին գնալուց առաջ նախապես, դա կարող են անել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ուրեմն հյուպատոսարաններում կամ այն հիմնարկներում, որոնք այդ
խնդիրներով զբաղվում են եւ գնում են Ռուսաստանի Դաշնություն, որտեղ բախվում են մի շարք խնդիրների հետ, նաև լինում են դեպքեր, երբ որ քաղաքացին մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, սակայն սահմանում նրան թույլ չեն տալիս մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, քանի որ նա նախկինում ուրեմն խախտել է Ռուսաստանի Դաշնության օրենքները, մասնապես կարող է քաղաքացին վարչական վտարման ենթարկված լինի կամ արտաքսված լինի Ռուսաստանի Դաշնություն։ Նման դեպքերում Ռուսաստանի Դաշնության մուտք տվյալ քաղաքացիներին չի թույլատրվում եւ մի շարք այլ նաեւ պայմաններ կան, որի առկայության դեպքում քաղաքացիներին նույնպես թույլ չի տրվում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Դա օրինակ կարող եմ ասել, եթե հանցագործություն է կատարվել եւ դա մարված չէ, երբ որ իմիջիալոց նշեմ, այն քաղաքացիները համաձայն Ռուսաստանի Դաշնության ելքի եւ մուտքի մասին, կարգի մասին օրենքի, եթե քաղաքացին արտաքսվել է կամ վտարվել է վարչական կարգով, ապա նա նորից մուտք կարող է գործել Ռուսաստանի Դաշնություն վտարման պայից հաշված 5 տարի հետո։ Այսինքն 5 տարվա ժամանակահատվածն է։ Ուրեմն նաև կա Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին օրենք, որտեղ ուրեմն կարգավորվում է նաև թե եւ կա մի քանի կատեգորիայի քաղաքացիներ, որոնք մեկնել են եւ դեռ ժամանակավոր բնակության իրավունք չեն վաստակել, կա երկրորդը ժամանակավոր բնակության իրավունք են վաստակել եւ նաեւ կան ուրեմն քաղաքացիներ, այսպես ռուսերեն ասենք, վիդ на жительство, այդ կարգի քաղաքացիներ են, դրանց համար ընդհանրակարգեր կան, ես նշեմ, որ 90 օր է նախատեսված այն քաղաքացիների համար, ովքեր եկել են 180 օրվա ժամանակահատվում, սակայն նաեւ ուրեմն մի վերնշված օրենքի շրջանակներում կառավարությունը Ռուսաստանի կարող է այդ ժամկետը երկարացնել, դա շատ բացառիկ դեպքերում է, դա կառավարության Ռուսաստանի Դաշնության կառավարության վերապահված լիազորությունը նա է որոշում տվյալ քաղաքացու ժամկետը։ Ներողություն եմ խնդրում, մենք երես օրինակ այդ 90 օրը մեկ Ռուսաստանից միշտ գալիս է դիմավոր, ես անգամ չգիտեի այդ խնդիրի մասին, ասեց այս պարտադիր, հիմա չգիտեմ, 3 ամիսը մեկ պետք է գամ ու նորից մուտք գործեմ Ռուսաստան։ Եվ դա բավական շատ խնդիրներ է։ Այո, ցավոք այդպես է, բայց ես կարծում եմ հետագայում մենք Ռուսաստանի Դաշնության հետ երևի կունենանք երկկողմանի համաձայնագիր միջազգային, միգուցե այդ հարցը կարգավորվի, որտեղ նաև կան տարբերություններ Ռուսաստանի Դաշնության մեկնած քաղաքացիները, որոնք առանց վիզային ռեժիմի են մտնում Ռուսաստանի Դաշնություն, դրանց շարքում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ կան քաղաքացիներ, որոնք Ռուսաստանի Դաշնություն են մտնում, անպայման պետք է ունենան մուտքի արտոնագիր, այսպես ասեմ, Ռուսաստանի Դաշնություն, դրանք տարբերակում է դնում, ուրեմն Ռուսաստանի օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին օրենքի մեջ այդ տարբերակումը ստակ երևում է այդ օրենքով։ Իսկ որևէ երկրից, ոչ միայն Ռուսաստանից, առհասարակ արտաքսված քաղաքացին կարող է դիմել բողոքարկման, չգիտեմ, իրավաբանի եւ դա ինչ վերանայվի այդ ամենը եւ մի քիչ պակասացվի այդ նույն 5 տարին օրինակ։ Նայեք, եթե մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնության մասին, օրինակ եթե քաղաքացին դիմել է ժամանակավոր բնակության, ուրեմն նրա փաստաթղթերը պարտավոր են ընդունել եւ 3 օրվա ընթացքում աշխատանքային օրվա մասին է խոսքը, պետք է ուրեմն որոշում կայացնի համապատասխան պետական մարմինը նրան տալու կամ չտալու։ Եթե նրան չի տրվում կամ մերժվում է բնակության իրավունքը, թույլտվությունը կամ նույնը վերաբերում է նաև աշխատանքային թույլտվությանը, եթե նրան մերժվում է, ապա նա իրավունք ունի 3-օրյա ընթացքում, աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկել վերադաս պետական մարմին կամ դատարան։ Եվ եթե դատարանի որոշումը կամ վերադաս պետական մարմնի որոշումը կայացվում է ի օգուտ քաղաքացու, ապա տվյալ դեպքում համապատասխան պետական մարմինը պարտավոր է նրան թույլտվության, աշխատանքի թույլտվության իրավունք տալ կամ բնակության իրավունքի թույլտվություն տալ։ Բարի, մենք գիտենք, որ շատերը գնում են աշխատելու, բայց չգիտեն ինչպես աշխատել գործատուի հետ եւ ինչ պահանջել, չպահանջել, պայմանագիր կնքել, չկնքել։ Կան օրենքներ, որոնցով դուք կարող եք հուշել նրանց ինչ պետք է պահանջի գործատուից։ Ասեմ ձեզ, դա նույնպես կարգավորվում է Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացի իրավական կարգավիճակի մասին օրենքով, ուրեմն
դա այնտեղ նույնպես առանձնացվում է այն քաղաքացիները, որոնք ունեն Ռուսաստանի Դաշնություն կարող են մուտք գործել վիզային ռեժիմով եւ առանց վիզային ռեժիմի, դրանք տարբերակում են եւ այդ քաղաքացիները աշխատանքային պայմանագիր պետք է կնքեն եւ աշխատանքային պայմանագիրը նաեւ նշում է, որ այն քաղաքացիները, որոնց 18 տարին չի լրացել, նրանք չեն կարող աշխատանքային պայմանագիր կնքել գործատու հետ։ Նախ ասենք երիտասարդներին, որ 18 եթե չի լրացել, չեք կարող։ Արդեն մեկ իմացանք, հա։ Դա հստակ նախատեսված է իմ կողմից վերնշված օրենքով եւ անպայման մեկ բան մենք քաղաքացիները պետք է հիշեն, որ եթե նրանք մեկնում են Ռուսաստանի Դաշնություն եւ ցանկանում են օրինական դաշտում գործել, չունենալ որևէ խնդիր իրավապահ մարմինների կամ Ռուսաստանի Դաշնության որևէ պետական մարմինը, որևէ այդ ոլորտում լիազորված է իրականացնել որոշակի գործողություններ, անպայման պետք է կնքի աշխատանքային պայմանագիր գործատուի հետ, որ հետագայում խնդիրներ չունի։ Դա նաեւ լավագույն միջոցն է հետագայում դատարանում, եթե նույնիսկ խնդիր է առաջացել գործատուի հետ, նաեւ գործատուի հետ ուրեմն դատարանում կարգավորել իր վիճելի խնդիրները։ Այնտեղ պիտի կարգավորի դատարանը, թե այստեղի Եթե պայմանագիրը կնքվել է գործատուի այնտեղ եւ բնականաբար այնտեղ պետք է բայց արդեն օրինական դաշտում կլինի։ Այո, օրինական դաշտում կլինի, սակայն նա կարող է արդեն եւ բողոքարկել պայմանագրի որոշակի դրույթներ, որը որ խախտվել է գործատուի կողմից, եւ կարող է հետագայում խնդիրներ չունենալ միգրացիոն ուրեմն միգրացիոն ծառայությունների հետ Ռուսաստանի Դաշնությունում։ Բայց երևի թե պետք է խոստովանել, որ համոզված եմ, որ մեծ մասամբ իհարկե աշխատում են անօրինական, ճիշտ է Ռուսաստանում։ Համաձայն եմ ես ձեզ հետ, որովհետև դա կապված է նրա հետ ցավոք սրտի, այո, կապված է նրա հետ, որ քաղաքացիները ուղղակի զլանում են ծանոթանալ Ռուսաստանի Դաշնության օրենքներին, ես կասեմ ձեզ շատ բազմաթիվ չեն, շատ չեն այդ օրենքները, մեկ-երկու օրենք է, որը կարելի է ընթերցել, ուսումնասիրել այդ օրենքները եւ հետագայում խնդրի առաջ չկանգնել։ Իսկ եթե պայմանագիր չի կնքել, անօրեն այդ աշխատանքը, չգիտեմ, սկսվել է, ասել է տունս գաջ էլ ավարտել է, գործատուն չի տալիս գումար, որևէ պաշտպան ունի, թե ոչ մի իրավունք։ Ես կարծում եմ, այստեղ շատ լուրջ խնդրի հետ է առնչվելու տվյալ Հայաստանյան քաղաքացին, զուտ բանավոր համաձայն։ Այո, զուտ բանավոր համաձայն, նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում այդ դեպքերում ոչ իրավական կարգավորում ամբողջ աշխարհում այն։ Այո, ցիվիլ աշխարհում, այո, համաձայն եմ ձեր հետ, այդպես է եւ խնդիր դատարան առհասարակ նա չի կարող բարձրացնել այդ խնդիրի լուծումը, միգուցե նա փորձի փոխադարձ համաձայնությամբ գործատուի հետ բարիդրացական հարաբերություն ստեղծելով, բայց ոչ օրինական դաշտում, որտեղ բանավոր պայմաններում, ասեմ ձեզ, կարող են նա շատ պարզ, շատ հանգիստ հրաժարվել բանավոր տրված իր ուրեմն խոստումներից։ Եվ հետագայում մենք դատարանում տվյալ աշխատակիցը դատարանում բանվորը կամ քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բան չի կարող ապացուցել դատարանը, որտեղ մենք չունենք այն իրավական փաստաթուղթը, որը մեզ հիմք է տալիս հավատալ ուրեմն պայմանավորվածության, որը ներառվել է մեր պայմանագրի մեջ։ Իսկ այս բաղամ էլի մեղադրենք այն մարդուն, ով աշխատողն է եւ որը պետք է պետք է ուշադիր լինի։ Ես կուզենամ, որ հիմա էլ մենք կետ առ կետ ասենք, համոզված եմ հիմա լսում են մեզ մարդիկ, ովքեր ցանկություն ունեն գնալու, չնայած լավ չէ, կուզենամ, որ ոչ մեկ չգնար, բայց համենայն դեպս համոզված եմ, որ այդպիսի մարդիկ կան, իրանց խորհուրդ տանք հիմա, հա, կետ առ կետ, մինչև 18 տարեկան հասկացանք։ Այո, գնալ եւ օրինական պայմանագիր կնքելը անպայման պետք է։ Հաջորդ քայլը մինչև ուրեմն մեկնելը Ռուսաստանի Դաշնություն, ես կհորդորեի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի նրանք ուրեմն ծանոթանային համապատասխան իրավական դաշտին Ռուսաստանի, եթե դա իրենց մոտ խնդիր է, ես կարող եմ իրենց ուշել, դա համացանցում տեղադրված է եւ բոլորը կարող են ընթերցել, ծանոթանալ այդ օրենքներին, եթե համացանցի հետ խնդիր կա, նրանք չեն կարող տարբեր պատճառներով, ովքեր պատճառներ կարող լինեն, դիմեն Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնություն, ես կարծում եմ, որ ավելի հստակ, ավելի մատչելի նրանց կբացատրվի նրանց իրավունքները եւ կարող են դիմել մեր միգրացիոն ծառայությանը, կառավարության առընթեր, նրանք նույնպես
համոզված եմ, որ բարեհամբույր կպատասխանեն այն բոլոր հարցերին, որպեսզի վաղը խնդիրներ չունենան։ Այո, որպեսզի վաղը խնդիրներ չունենան, որտեվ հետագայում եթե նրանք խնդիրներ են, օրինակ ասեմ ձեզ, եթե նրանք արտաքսվել են, մենք դրա մասին խոսեցինք, արտաքսվել են Ռուսաստանի Դաշնությունում խախտելով որոշակի նորմեր, նրանք հետագայում 5 տարվա ընթացքում չեն կարող մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն։ Այո, որպեսզի այդ խնդիրները չլինի, ես կարծում եմ պետք է եւ ամենակարևորը, որը ես միշտ ցանկանում եմ եւ պնդում եմ, որ քաղաքացիները պետք է կատարեն, իմ պահանջն է այսպես ասած, մեր քաղաքացիներին, որ անպայման Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց հետո եւ գործատուի հետ համաձայնության գալուց հետո բանավոր պետք է դա ուրեմն մենք այսպես ասած կնքենք պայմանագիր, որ հետագայում նման խնդիր չունենանք։ Շատ շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր ավագ իրավախորհրդատու փաստաբան Արտակ Մելիքսեթյանը, շնորհակալություն զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իմացեք ձեր իրավունքները, իսկ մենք հաստատ իրավունք ունենք եթեր ընդմիջել գովազդով։ Գովազդ։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոш գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Նորից բարի լույս։ Եվ մենք շարունակում ենք, հարգելի Գրիշա, ինչպես գիտես, մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Այո։ Սննդակարգից է կախված մարդու ոչ միայն ինքնազգացողությունն ու տրամադրությունը, այլ նաև արտաքին տեսքը, ինչպես տեսնում եք, Գրիշան շատ գեղեցիկ տեսք, ուրեմն նա ճիշտ է սնվում։ Օրինակ, եթե ուզում եք հնարավորինս երկար պահպանել երիտասարդ տեսքը, ապա պետք է ծերացող սննդատեսակները բացառել կամ էլ հազվադեպ օգտագործել։ Թվարկենք դրանցից մի քանիսը, օրինակ, առաջին տեղում դա քաղցրավենիքն է, ամոթ ինձ, որը նպաստում է մաշկի ծերացման գործընթացը, դե գնա ու ազատվի։ Երկրորդը ալկոհոլն է, ամոթ քեզ։ Ամոթ ինձ, այո, այսօր խոստովանության օրն է։ Այն առաջացնում է ջրազրկում, Գրիշա ջան, ինչը շատ վտանգավոր է։ Նորից մաշկի համար երկուսը մեր մաշկը փչացնում եք։ Այն նաև արագացնում է ծերացումը տոքսինների պատճառով։ Երրորդը աղի մթերքները միասին ամոթ մեզ, երևի թե աղի պատճառով դեմքին առաջանում են այտուցներ, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում մաշկի վրա։ Թարապես մենք սխալ ենք սում։ Ես որ հետ եմ նայում, գիտես, ու հիշում եմ այն սովետական ժամանակները, երբ որ մենք, գիտես, այն մատնաքաշները հաց, ուզում ասեմ, շատ խմոր էինք ուտում, սխալ ենք սխմում մի խոսքով։ Ես Միացյալ Նահանգներում հասկացա, որ պետք է fast food ուտել, պետք է կանոնավոր fast food չէ։ Իհարկե նա շատ են ուտում, բայց չէ, հետո տարիքով հասկանում ես, որ պետք է, գիտես ոնց, ճիշտ սնվել, նայ ջուրը ասեցինք ուտելուց առաջ, ուտելուց հետո խմորեղենները պետք է բացառել խմորեղենները, աղը պակասեցնել, օղին դժվար է հանել, բայց նու մեկ-մեկ գոնե, գիտես, գոնե ամիսը մեկ։ Ինչը ինքը չկարողացավ, ասում է դժվար է, իսկ ինչ ինքը կարողացավ, ես շատ հանգիստ հնդկաձավար միայն կուտեմ։ Վնասակար սննդատեսակներից անցնենք օգտակարներին, օրինակ տոմատի հյութին։ Այսօր որակի հետքերով մեր էջը անդրադարձել է հենց նրան, տոմատի հյութ։ Մեր եթերում։ 250 գրամում ընդամենը 43 կիլոկալորիա, հյութերի շարքում ամենադիետիկը։ Եվ ոչ միայն պարզվում է, այն նաև հակաքաղցկեղածին է, խոսքը տոմատի հյութի մասին է։ Ով առաջինը մտածեց, որ լոլիկը կարելի է ոչ միայն ուտել, այլ նաև հյութ պատրաստել դրանից եւ ինչու, ում է այն ցուցված եւ հակացուցված։ Ինչու են հենց այս հյութը ամենաշատը սպառում ավիաթռիչքների ժամանակ ու առհասարակ ինչպես տարբերել որակյալ դանորակից։ Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններն առաջիկա րոպեներին։ Գնացինք։ Կարմիր, համեղ եւ օգտակար Ամերիկայում վարկած կա, որ առաջին անգամ տոմատի հյութ պատրաստել է հարավային Ինդիանայի հյուրանոցներից մեկի սեփականատեր Լուի Պերենը 1917 թվականին, երբ վերջացել էր նարնջի հյութը եւ անհրաժեշտ էր այն շտապ փոխարինել մեկ այլ հյութով։ Իսկ ձեռքի տակ կար պոմիդոր եւ ստացվեց հյութ պոմիդորի բթղամսից, որին ավելացված էր նաեւ շաքար եւ հատուկ սոս։ Այս բաղադրությունն արագ ճանաչում ձեռք բերեց եւ ստեղծվեց տոմատի հյութով առաջին կոկտեյլը։
ԱՄՆ-ում տոմատի հյութի զանգվածային արտադրություն սկսվեց 1920-ականների կեսերին, եւ այն ԱՄՆ-ից շատ արագ ներթափանցեց Եվրոպա, ապա Ռուսաստան։ Իդեպ կանադական օրենքները պահանջում են, որ այս հյութը պատրաստվի թարմ լոլիկից, իսկ ԱՄՆ-ում մեծամասամբ այն պատրաստում են տոմատի մածուկից։ Այսօր արդեն շատ արտադրողներ շաքարի փոխարեն ավելացնում են աղ, հաճախ նաև սոխի կամ սխտորի փոշի եւ այլ համեմունքներ։ Տոմատի հյութն ունի գրեթե ամենալավ կիրառումը, հատկապես պահածոյացված վիճակում։ Վաղուց արդեն բժշկորեն ապացուցված է, որ լոլիկը իր մեջ պարունակվող օգտակար նյութերի եւ կարմիր գույնի շնորհիվ բարձրացնում է տրամադրություն։ Իսկ քանի որ համեղ եւ այս հյութալի լոլիկը տարվա բոլոր եղանակներին գտնել չեն կարող, ապա այս դեպքում լավագույն փոխարինողը տոմատի հյութն է։ Իդեպ, այն հատկապես անհրաժեշտ է հյուսիսային բնակիչներին, ովքեր չեն կարող աճեցնել նարինջ, կիտրոն ու այլ ցիտրուսներ, քանի որ պարզվում է, տոմատի հյութի մեջ պարունակվում են բոլոր այն վիտամինները, ինչ առկա են ցիտրուսային մրգերում։ Այսպիսով մեզ հայրից նույնպես անհրաժեշտ է օգտագործել տոմատի հյութ, իսկ վերջին վիճակագրական տվյալները փաստում են, որ մենք բավական շատ ենք այն սպառում։ Դե ինչին գնանք, պարզենք սպառողների հարցերը։ Արդյոք կարելի է երեխաներին տոմատի հյութ, ում է հակացած տոմատի հյութը։ Արդյոք տոմատի հյութի գույնը կապ ունի որակի հետ։ Թարմ հում տոմատի հյութը հիմնային բաղադրություն ունեցող այլ սննդատեսակների մեջ ամենաօգտակարն է, եթե իհարկե չի պարունակում խտացած օսլա եւ շաքար, ածխաջրեր եւ օրգանական թթուներ, սպիտակուց քիչ քանակությամբ ճարպ եւ օսլա, B խմբի վիտամիններ, A, P, C, E, H։ 2000 թվականի հետազոտությունները փաստել են, որ տոմատի հյութը պարունակում է այնպիսի նյութ, որն արյան մեջ խոչընդոտում է կպչուն տրոմբոցիտներին։ Տոմատի հյութն ինչպես եւ տոմատը պարունակում են հակաօքսիդանտ լիկոպին, որը կարող է պաշտպանել մի շարք հիվանդություններից եւ քաղցկեղից։ Խոսում ենք տոմատի հյութի մասին, մեր սպառողների հարցերին պատասխանում է սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը, բարի առավոտ Վարդանուշ։ Տոմատի հյութ, նախ պարզենք ինչից են այն առհասարակ ստանում։ Ընդհանրապես այսպես կոչված բնական հյութերը որոշ տանում են կոնցենտրատներից, այսինքն ոչ թե բնական մրգերը քանվում են եւ պատրաստվում են, այլ դրանք կոնցենտրացվում են կամ փոշիացվում են կամ խյուս է պատրաստվում, որը հետո ջրով վաթելուց ստանում են այս կամ այն հյութը։ Բնականաբար, ասենք մանգոյի հյութ Հայաստանում ստանալ բնականից հնարավոր չէ եւ երկրորդը, որ բոլոր այդ թարմ քամացյութերի պահպանման ժամկետը շատ կարճ է։ Ում է հակացուցված այս դեպքում նման հյութերը, մասնավորապես տոմատի հյութը։ Պետք է ինչ-որ նյութեր ավելացվի հյութի մեջ, որը պահպանման ժամկետը երկարացնի եւ ամենաառաջինը ավելացնում է աղը։ Աղը որպես կոնսերվանտ, որպես երկար պահպանող, ամենաառաջինն ավելացում պամիդորի լոլիկի հյութի մասն է խոսքը, իհարկե ոչ թե քաղցր հյութերի, եւ սրա ամենաառաջին թերությունը, որ մեծ քանակի աղ է պարունակում։ Այն մարդիկ, ովքեր զարկերակային ճնշում ունեն, ովքեր սրտի խնդիրներ ունեն, այտուցների խնդիրներ ունեն, երիկամային խնդիրներ ունեն, այս դեպքում ուղղակի ցանկալի չխմել, բացառել։ Բոլոր մնացածներին կարելի է ուղղակի սահմանափակել, աղի քանակը սահմանափակելու համար, բայց վերը նշված խմբին ուղղակի պետք է բացառել։ Օրվա ընթացքում ինչ պարբերականությամբ այն կարելի է խմել։ Գիտեք, Արտոն, ընդհանրապես հիմա դիետոլոգները գտնում են, որ միրգը եւ բանջարեղենը պետք է ուտել եւ ոչ թե խմել, որովհետեւ ուտելուց ծամում ենք, որը շաղախվում է թքով, իսկ թքի ֆերմենտները սկսում են մարսողությունը։ Երբ որ մենք խմում ենք, այդ մարսողության առաջին օղակը դուրս է մնում եւ մարսողությունը լավ չի ընթանում։ Այսինքն, եթե ինձ հարցնեք ինչքան, ես կասեմ 0, որովհետեւ ավելի լավ է իսնում պոմիդորը լոլիկը ուտել, քան թե խմել։ Դե ձմռանը բոլոր չէ որ կարող են թարմ պոմիդոր գնել, այս դեպքում ոնց որ փոխարինում է։ Այդ դեպքում ցանկալի է օգտագործել այն ինչ որ կա։ Այսինքն լոլիկը ցանկալի է ոչ թե պահածոյացնել, աշնանալ, այլ թեկուզ սառեցնել, ունել սառցարանում եւ այդքան օգտագործել։ Այսինքն բնական մեր մայրիկները որ պահածոյացնում են, հետո հյութ են ստանում, դա է խորհուրդ չեք տալիս։ Կարելի է թեկուզ լոլիկները փակել ամբողջական, ոչ թե հյութ սարքել, այլ ամբողջական լոլիկները ուտելիք սարքել, ոչ թե խմելիք, այսինքն ոչ թե ըմպվեր լոլիկը, այլ ուտվեր լոլիկը։ Բնականաբար կարելի է եւ պահածոյացման միջոցով ինչ որ ճաշերի փակելու կամ այդ լեչոների միջոցով փակել, կարելի է լավագույն տարբերակ ուղղակի սառեցնել, կտրտել եւ ինչ որ բաների ձևով, ճաշերի ձևով խառը օրինակ սառեցնել սառցանում, սա միշտ տարբերակն է։ Իսկ կան մթերքները, որոնց հետ համադրելի չէ տոմատի հյութը։ Գիտեք, տոմատի հյութը ամեն դեպքում ըմպելիք է, ուտելիք չի, դրա համար իրեն ուտելիքից ցանկալի է առանձին օգտագործել կես ժամ առաջ, մի ժամ հետո։ Ուտել որևէ տաք ուտեստ եւ խմել տոմատի հյութ։
Կարելի է նաև այդպես, որ ասենք ինչ-որ նյութի հետ կա, որ սննդամթերքի հետ ինքը հակատուցած է, չկա այդպիսի բան։ Ընդհանրապես լոլիկը ինքը հիանալի եւ աղբյուր է վիտամին C-ի, վիտամին A-ի, պարունակում է նյութեր, որոնք հակաուռուցքային են, բայց խոսքը վերաբերում է լոլիկին։ Լոլիկի ընդունման բավականին վատ տարբերակ է լոլիկի հյութը։ Իսկ հղի կանանց կարելի է թե ոչ։ Հղի կանայք շատ հաճախ ճնշմախնդիրներ են ունենում եւ այտուցներ, հատկապես հղիության վերջի տրիմեստրում, իսկ աղով հարուստ տոմատի հյութը լավագույն ընտրությունը չէ։ Բացելուց հետո քանի օր կարելի է պահել։ Միշտ իհարկե ցանկալի է նայել արտադրողի գրված ինտուփի վրա 2-ից 3 օր բաց վիճակում։ Դա առավելագույն է։ Տոմատի հյութը, լոլիկի հյութը շատ արագ է փչանում, հիմնականում 1 օր հետո փչանում։ Եվ դրա համար հիմա հաճախ արտադրում են փոքրիկ տուփերի մեջ։ Եթե տոմատի հյութի տուփի վրա գրված է 100% բնական, ուրեմն կամ այն թարմ քամված է կամ վերականգնված։ Իհարկե ամենաառողջարարը թարմ քամվածն է, սակայն դա հնարավոր է միայն լոլիկի սեզոնին։ Այդ պատճառով խանութում վաճառվող հյութերի մեծ մասը վերականգնված է։ Սկզբում հյութը քամում են լոլիկից, հետո առանձնացնում են ջրի որոշակի քանակը, պաստելիզացնում եւ լցնում հատուկ տարայի մեջ, որտեղ այն պահպանվում է մինչեւ գալիս է տուփերը լցնելու ժամանակը։ Սակայն լցնելուց առաջ ավելացնում են այնքան ջուր, որքան հեռացրել էին։ Մզման եղանակով հյութը անջատվում է լոլիկից, նախ մի հատ ինքը խտացվում է պահպանման համար, քանի որ շուրջ տարի չունենք լոլիկ, խտացնելը հենց այդ իմաստը ունի, որ իրան պահում են 200 լիտրանոց տակառների մեջ, էլի ստերիլ ասեպտիկ փաթեթավորված, ու այդ պահեստային փաստորեն այդ տակառները բաշխվում են ամբողջ տարվա մեջ, իրանք բացվում են համապատասխան քանակի ըստ պահանջարկի, փաթեթավորվում են տետրապակի տուփերի մեջ։ Այնուհետև ստերիլիզացիայի է ենթարկվում, ուրեմն լոլիկը առանձնանում է նրանով, որ ի տարբերություն մյուս հյութերի ինքը բարձր ջերմային մշակում է անցնում, եթե մյուսները անցնում են 105-110 աստիճանի ստերիլիզացիա, ապա լոլիկը 122 աստիճան է անցնում։ Հետո մանրազերծված արդեն ստերիլիզացված լոլիկի հյութը, ուրեմն մղվում է լցնող մեքենա, լցնող մեքենան միանգամից փաթեթավորում է, փաթեթը ինքը հենց պատրաստում է ու լցնում է դա։ Մինչև սպառողին հասնելը կան էլի պրոցեսներ, ուրեմն կա 15 օրյա ժամանակահատված, որի ընթացքում ուրեմն արտադրության ընթացքում հոսքագծի վրայից նմուշը առված ուրեմն տուփերը հետազոտության են ենթարկվում, տանում են այդ նմուշները էքստրիմների են ենթարկվում, եթե իրանք այդ էքստրիմներին դիմացան, ուրեմն իրանց 1 տարի ու կես պահպանման ժամկետը ապրելու են։ Լոլիկի հյութ եւ մանր կտրատված մաղադանոց։ Ավիտամինոզի դեպքում այս բաղադրությունն ամեն օր խմելն ուղղակի անհրաժեշտ է։ Ուշադրություն, տոմատի հյութը հացի, կարտոֆիլի, ձվի, մսի, ձկան եւ կատնաշորի հետ խմել չի կարելի։ Հակառակ դեպքում օգնելու փոխարեն կարող է վնասել։ Գաստրիտ, խոլեցիստիտ, 12 մատնի աղի եւ ստամոքսի խոց եւ տարատեսակ այլ թունավորումներ։ Այս բոլոր դեպքերում էլ տոմատի հյութը հակացուցված է։ Մենք այսօր պատրաստելու ենք տոմատի հյութով կոկտեյլ, շատերին քաչ հայտնի Bloody Mary, նույնիկ արյունոտմերին, իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է տոմատի հյութ, քամված լիմոն, աղ, սև բիբար, օղի եւ Worcester sauce։ Դրա համար վերցնում ենք բաժակ, որի մեջ կլցնենք սառույց, որպեսզի այն սառի։ Իսկ մեկ այլ բաժակով վերցնում ենք, որպեսզի լցնենք պարունակությունը մեջը։ Սառույց, օղի, 50 միլիգրամ օղի, տոմատի հյութ,
Նախապես արդեն քամված լիմոնի հյութը։ Աղ, սև բիբար, և իհարկե Worcester սոուսը։ Եվ իհարկե տոբասկո սոուսը, որը շատերին քաչ հայտնի է շատ կծու իրենով։ Այնուհետև այս ողջ զանգվածը խառնում ենք։ Եվ զանգվածը տեղափոխում ենք նախապես սառեցված բաժակի մեջ։ Հետո ձևավորում ենք նրան հազարով և մեր կոկտեյլն արդեն պատրաստ է։ Տոմատի հյութը մեծ կիրառում ունի նաև դիետոլոգիայում և կոսմետոլոգիայում։ Տոմատի հյութն օգնում է մաքրել և նեղացնել դեմքի ծակոտիները։ Տոմատի հյութը նաև օգտագործում է որպես մազերի բալզամ, որը պետք է քսել լվանալուց հետո մազերին պահել 5 րոպե, ապա լվանալ ջրով։ Ինքնաթիռում թռիչքի ժամանակ ամենապահանջվածը տոմատի հյութն է։ Պատճառը շատ տեխնիկական է։ Շարժիչների աղմուկն ու օդում ցածր ճնշումն ազդում են 5-րդ զգայարանի նաև սննդի համի վրա, ինչի հետևանքով մարդը չի զգում սպիտակուցային նյութերի համը և անընդհատ խմելու ցանկություն է առաջանում։ Տոմատի հյութը ամենաօգտակար հյութերի տասնյակում 5-րդ տեղն է զբաղեցնում խաղողի, նարնջի, թուրինջի և գազարի հյութերից հետո։ Իսկ ԱՄՆ-ում այն գլխավոր հակախումարային միջոց է համարվում, իհարկե որոշ հավելումներով։ Օրինակ ԱՄՆ-ում գինարբուկից հետո տոմատի հյութին ավելացնում են ձվի դեղնուց և արյունոտ-մերի ոչ ալկոհոլային կոկտեյլի մի քանի գդալ։ Եվ քանի որ հայերս ալկոհոլային խմիչքներ շատ ենք սիրում, ամերիկյան այս հակախումարային միջոցը ևս կարող է օգտակար լինել։ Այսօր այսքանը, իսկ մեր օգտակար խորհուրդներին կարող եք հետևել նաև Շանթի պաշտոնական կայքեջում։ Իսկ ձեզ հետաքրքրող թեմաներն ուղարկել մեզ նամակի տեսքով ստորև գրվող հասցեներով։ Ապրեք առողջ և խմեք առողջարար հյութեր։ Այո, իսկ մենք կզրուցենք հյուրի հետ գովազդից հետո։ Գովազդից հետո գովազդ։ Կրկին բարևում եմ բոլորին, ովքեր հենց նոր միացան մեզ, մենք ուղիղ եթերում ենք։ Այո, եւ վերջերս հայտնի դարձավ Արա Գևորգյանի նոր նախագծի մասին։ Խոսքը վերաբերվում է հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Մենք կանք ու կլինենք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակին։ Երգն ունի նաև անգլալեզու տարբերակ Remember անունով։ Այո, առաջին անգամ «Մենք կանք ու կլինենք» երգը կատարվել է Երևանում համահայկական երգչախմբային փառատոնում, երբ մի բեմում հավաքվել էին աշխարհի 15 երկրների երգչախմբեր։ Դրանից հետո սկսվել էին տեսահոլովակի նկարահանումները, որոնք իրենց մասշտաբներով աննախադեպ էին։ Դե ինչ մեր այսօրվա հյուրն է ուղղակի մարդ Արա Գևորգյանը։ Շատ լավ ընկեր, Բարև ձեզ։ Ողջույն։ Նախ ասեմ, որ մենք այնտեղ ավելնորդ բառա կանք ու կլինենք։ Վերջ։ Տեսահոլովակը այդպես է, կանք ու կլինենք։ Կանք ու կլինենք։ Այդ մենքը մենք ենք ասում, մենք ենք։ Ասեմ ձեզ, որ ինքը ամբողջ նախագիծը կոչվում է Սև ապրիլ, քանի որ իր մեջ ներառում է երկու երգ, Remember անգլերեն, որի տեքստի հեղինակն է ամերիկացի Դանիել Դեքերը, եւ Կանք ու կլինենք տեքստի հեղինակ Լևոն Բլբուլյան։ Միտքը եղացավ այնտեղից, որ ես աշխատում էի իմ հերթական ստեղծագործության վրա, որը գնալով տեսա, որ ինքը ինչ-որ մի հատ երգային տագնապ, բողոք, ինչ-որ sense մի հատ բան է դառնում։ Եվ տեքստը սկսեցինք Արամայիս Սահակյանի հետ։ Դժբախտաբար տեքստը կիսատ մնաց, հետո մենք այդ տեքստը սկսեցինք Հենրիկ Անասյանի հետ, ամերիկացի իմ շատ սիրելի հարազատ կոմպոզիտոր։ Պարզ դարձավ հետագայում, որ Հենրիկ Անասյանի տեքստը շատ ճակատային է, շատ դիպուկ է, շատ ինչ-որ ագրեսիան մեջը շատ է։ Ինձ կողքից խորհուրդ տվեցին, որ պետքա մեղմացնել երգը, եւ մենք դիմեցինք Լևոն Բլբուլյանին, Լևոն Բլբուլյանը մեղմացրեց, բայց նույն էներգետիկան մնաց երգի մեջ, ստացվեց հոյակապ տեքստ, եւ այսօր այդ երգը ձայնագրեցինք մեր
իմ կողմից շատ սիրված, կարծում եմ բոլորիս կողմից Հովհաննես Չեքիջյանի մեր պետական ակադեմիական երգչախմբի հետ ձայնագրեցինք երգը, մայստրոն շատ հավանեց եւ նրա խոսքերն եմ ուզում կրկնել, լավ չասեմ, մի օր ինքը կասի, լավ ասեմ, ասեց Արա ջան, կարծում եմ չի գտնվի մեկը, որ այս երգը չհավանի, ես շատ դա բարձր գնահատական եմ համարում, եւ մայստրոյի փորձունական հավերժություն էր, բայց տեղին էր, որտեվ ինքը սիրուն ասեց, եւ իմ կողմից շատ սիրված Էդվարդ Թոփչյանի եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մենք ձայնագրեցինք այս երգը։ Պատկերացրեք ինչ բարդ ձայնագրման process Արամ Խաչատրյան համերգասրահում առիթից օգտվելով կուզեմ շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին եւ դա արեցին սիրահոժար։ Եվ նաև եկեք շնորհավորենք մեր մայստրոյի 85-ամյա Հոբելյանը, որ ամբողջ տարին Չեքիջյանական տարի միանում ենք, իհարկե։ Եվ այս երգը ձայնագրվելուց հետո ես տեղեկացա, որ Սփյուռքի նախարարության հրավերով Հայաստան պիտի գան տարբեր երկրներից երգչախմբեր։ Այսինքն դա նրանց միտքն էր, ոչ թե ձեր 15 երգ։ Ինձ ուր այդքան հնարավորություն էր 15 երկրից երգչախումբ հրավիրեմ։ Եվ բայց միտքը քոններ։ Վերջում միտքը իմն էր։ Երգչախմբերը, քանի որ եկան համահայկական փառատոնի երգչախմբերի Սփյուռքի նախարարության հրավերով։ Առիթից օգտվելով ես առաջարկեցի, որ կա երգ, եկեք այս բոլոր երգչախմբերին այդ մի երգը երգացնենք, որ միացյալ երգչախումբ լինի։ Եվ դա տեղի ունեցավ, ասեմ ձեզ, հոյակապ համերգ եղավ այդ փակման արարողությունը եւ այդ 500 հոգանոց երգչախումբը մայստրո Չեքիջյանը ղեկավարեց Արամ Խաչատրյան համերգասրահում։ Ես այն հնարամիտ տարբերակներով որոշեցի, որ այդ երգչախմբերին կարելի է տեղափոխել Ծիծեռնակաբերդ եւ նկարահանում կատարել այս երգը, քանի որ իրենք արդեն գիտեն, սովորած եկել են Հայաստան եւ երկու լեզվով հայերեն եւ անգլերեն։ Մենք Ծիծեռնակաբերդում իրականացրեցինք շատ բարդագույն աշխատանք, իսկապես շատ բարդ աշխատանք եւ եթե թույլ կտաք ես չեմ կարող չասել, խնդրում եմ ինձ ներեք, պիտի ասեմ շնորհակալություն Հանրային հեռուստատեսությանը, շնորհակալություն Ազգային կինոկենտրոնին եւ շնորհակալություն շատ մարդկանց, ովքեր ձեռք մեկնեցին, որ սա կարողանանք իրականացնենք։ Իսկապես 500 հոգի Ծիծեռնակաբերդում նկարահանել դա հեշտ գործ չէր։ Ուղղաթիռից եւ այլն եւ այլն։ Եվ դա ափսոսում եմ, որ եղավ առաջի փուլը, որովհետեւ երգչախումբ իսկ սիմֆոնիկ նվագախմբին չկարողացանք տեղավորենք, որովհետև սուրը վերանորոգման մեջ է եւ համալիրը վերանորոգման աշխատանքներ էին տեղի ունենում, չեղավ հնարավորություն։ Որոշեցինք դա անել երկրորդ փուլ, երբ որ կավարտեն։ Հիմա ավարտել են, մի քիչ ցրտել է, չգիտեմ ում դիմեմ օգնություն, որ կարողանանք շուտ ավարտենք այդ շինարարությունը։ Դե գարնանը կշարունակենք, բայց եթե մենք հիմա դա անեինք, ավելի հեշտ կլիներ։ Ավելի հեշտ կլիներ մոնտաժային աշխատանքներ ու ան։ Մի խոսքով, ես ձեզ ասեմ, որ առաջ անցնելով ասեմ, որ կա նաև մի քայլ նաև առաջ այս նախագիծը, որ ինքը միայն երգ չեղավ ու տենց վերջացավ, տեսահոլովակ, ուրեմն ես զրուցեցի Տիկին Հակոբյանի հետ, Սփյուռքի նախարարի հետ եւ նա շատ ուրախացավ, համաձայնեց, որ կարելի է այս երգչախմբերին հիմա իրենց երկրներում, որտեղից որ նրանք եկել էին, հանել դուրս եւ կամուրջների վրա, փողոցներում, մարդաշատ վայրերում այս երգը նորից երգացնել եւ նկարահանել։ Ստացվի, որ աշխարհի երգչախմբերը երգում են այս երգը միացյալ։ Եվ ասեմ, որ գաղափարը նաեւ ինձ համար շատ հետաքրքիր նոր ծանոթություն է ձեռք բերվել, կոչվում է New Arena ընկերություն, production ավելի ճիշտ։ Երիտասարդներ, որոնց մեջ արունը եռում է, եւ իրանք շատ լավ գաղափարներ ունեն։ Եվ հիմա ուզում ենք այդ գաղափարները առաջ տանենք, ոնց որ ասած մեր ուժերով, նաեւ ես կխնդրեի, որ եթե հավանության արժանանար, թող մեզ կանչեն, ասեն, մի հատ ներկայացրեք ինչ եք անում, որովհետեւ շատ են հավանելու, թե մենք ինչ ենք որոշել անել։ Այդ երգչախմբերին հանում ենք փողոց, կատարվում են ֆլեշմոբեր տարբեր երկրներում, դրանք նկարահանվում են, տարածվում են թռուցիկներ, որոնց վրա կան փոքրիկ նախադասություններ, պարզապես, որ հայ երեխան կարելի էր գնել մի քանի մանեթով։ Այսինքն 15 թվականին վաճառվել են հայ երեխաներ մի քանի մանեթով։ Եվ նմանատիպ ակցիաներ շապիկների տեսքով
Մի խոսքով, մեծ ինչ-որ ծրագրեր ենք Սև ապրիլ նախագծի տակ, անունը դրել ենք Սև ապրիլ, եւ դրա մեջ արդեն ներառվում են մի քանի նախագծեր, բացի երգը, բացի տեսահոլովակը, ուրեմն կան նաեւ այլ նախագծեր, որոնք երիտասարդների իդեաները շատ հետաքրքիր է այդ նյու արենա։ Իսկ նույն ակցիան կարողանալու եք նաեւ Թուրքիայում կատարել։ Այդ մեկը չգիտեմ։ Թուրքիայում չեմ կարծում։ Թուրքիայում ես ավելի լավ ակցիա կատարեցի, Ադանա երգով, որը թուրքերեն տարածվեց Թուրքիայում եւ երգչի անունը չգրվեց։ Եվ դա շատ հետաքրքրեց բոլորին, թե տեսնես այս որ մի թուրքն է, որ այս երգը կատարում է, որտեղ երգի մեջ տեքստ կա, ասում է, ոճրագործները մինչ օրս չեն մեղադրված եւ չեն դատապարտված։ Ձայնագրություն դասեցիր անգլերեն տարածվել։ Ես ներողություն եմ խնդրում, հայերեն եւ անգլերեն տարբերակով։ Ինչու եւ Երջախմում։ Ես միշտ ասում եմ, որ ցեղասպանության մասին պետքա խոսել ուրիշ լեզվով։ Ես համաձայն եմ։ Ես նաեւ կոչ եմ արել մեր շատ տարբեր երգիչների, արդեն մի քանի տարի է այս նույն բանը կրկնվում եմ, բայց կարծում եմ պետքա մեր ամեն մի երգիչ մեր երկրում ունենա մեկ երգ նվիրված ցեղասպանությանը այլ լեզվով։ Կարծում եմ այդպես ճիշտ առաջարկ կա, թեկուզ Կիլիկյան, թեկուզ Դլեյամանը։ Մենք ձեր այս պատմածից մի հատված ունենք, դիտենք հատվածը։ Այո, մենք ունենք հատված, որը նկարահանված է աշխատանքային process, սա տեսահոլովակ չի, պարզապես ինֆորմացիա, թե ինչ է տեղի ունեցել։ Լավ, դիտենք։ Իհարկե միշտ դու տարբերվել ես մասշտաբային այսպես պրոյեկտներով միշտ։ Եվ հետաքրքիր է ինչպիսին ենք մենք առհասարակ այլ ազգի մարդկանց աչքերում, հա դուք շատ եք նրանց հետ շփվում։ Ավելի շատ մեր դարձել լացող ազգ ենք երևում, չգիտեմ, մեր ցեղասպանության համար պայքարող։ Ես կարծում եմ այսօր լացելու ժամանակը վաղուց անցել է, որովհետև ամեն դեպքում կա մի այսպիսի դառը արտահայտություն, դառը ժամանակը բուժում է բոլոր վերքերը։ Լաց ու կոծի ժամանակը անցել է վաղուց։ Հիմա պահն է տեր կանգնելու, մեր արժանապատվությունը վերականգնելու, մեր պահանջները ներկայացնելու, աշխարհին ոչ թե ճանաչելի դարձնելու եւ ինչու՞ չէ, նաեւ ճանաչելի։ Ես միշտ ասում եմ, որ մշակույթի լեզուն շատ զորավոր է ցուցահանդեսների տեսքով, ֆիլմերի տեսքով, երգերի տեսքով եւ երգը պետք է կատարվի, ուրեմն եթե երգում են, բան են պատմում, ուրեմն պետքա պատմեն ուրիշ լեզվով։ Հայերեն ինչքան կարող ենք իրար պատմենք։ Դե բնական, հասանելի։ Հայերեն ինչքան կարող ենք գրքեր տպենք։ Պետքա դա կարծում եմ տարածվի եւ այս տեսակի ակցիաները, այն ինչ որ մենք ենք հիմա նախատեսում անել համաշխարհային մասշտաբի ակցիաներ, մենք ուզում ենք աշխարհի այն մարդկանց տեղեկացնենք, որոնք պարզ հասարակ մարդիկ են։ Ես միշտ կրկնում եմ նորից, կարևոր է պարլամենտական, մասնագիտական, նեղ այդ հանդիպումները եւ քննարկումների, անշուշտ դա ամենակարևորն է, մասնագիտական, ցեղասպանության հետ կապված, բայց սովորական հասարակ մարդը դրա մասին տեղեկություն չունի, Հայաստանը որտեղ է, ցեղասպանությունը ինչ է, եւ շատ տեղեր շրջագայել եմ, շատ մարդիկ տեղյակ չեն, իսկ այս տարբերակներում իրանք տեղեկացվում են, իրանց լեզվով, ճանաչում են, իմանում են, որ մի հատ ոճրագործ, մի հատ ազգ կա, որը կոտորել է մի հատ անմեղ ժողովրդի ու դրա համար նենց հանգիստ իր համար կներեք արտահայտությանց ֆրֆռում է։ Եվ ոչ մեկ դրան չի պատժում, ոչ մեկ ձեռքը չի բռնել, ոչ մեկ չի մեղադրել, դրա համար էլ հաջորդ ցեղասպանություններն են եղել։ Ուստի մենք ոչ միայն հայոց ցեղասպանության, նաև այս երգը ունի երրորդ տարբերակ։ Հայերեն, անգլերեն եւ միջազգային այլ տարբերակ։ Ընդդեմ ցեղասպանությունների։ Ընդհանուր առմամբ ցեղասպանությունների, քանի որ պարծիտուրը կա եւ դա արել ենք Մելիք Մավիսակալյանի հետ, շնորհակալություն նաեւ մեր մայստրոյին։ Եվ այս ամեն ինչի մեջ կարելի է դա ուղարկել, որ ինքը դառնա երգ, որը ամբողջ աշխարհում կարող է ցանկանան երգեն։ Բարի 2015 թվականին բոլորս գիտենք, որ 100-ամյակն է, ապրիլի 24։ Մենք ըստ ձեզ ունենք որևէ ակնկալիք, ինչ սպասենք աշխարհից սպասենք։ Ես ապրիլի 24-ին կոնկրետ ակնկալիքներ չեմ տեսնում, ինձ համար դրանք դեռ մութ տեղեր են, բայց ես կարծում եմ, որ մենք պետքա ոչ միայն ապրիլի 24-ով տարվենք, այլ նաև մյուս օրերին, ոնց որ մենք հիմա ենք անում, ինչ որ անում ենք, մենք շատ ճիշտ ենք անում։ Եվ պետք չի մենակ ցեղասպանությունը հիշել ապրիլի 24-ին ողբալետ օրը ու մյուս օրը էլի տաշի տուշի անելը։ Եվ դրա համար
պետքա տարբեր տեսակի ֆլեշ մոբային, երիտասարդական, օրինակ հետաքրքիր մի լավ փոքրիկ գաղտնիք ասեմ, նույնիսկ մտածում ենք, որ բանկամատի մեջ եթե փող ես ուզում քաշես բանկամատից, ինքը բացի քո փողը տալիս է նաև մի հատ քարտ, որի վրա գրված է մեր ցեղասպանության մասին։ Այսինքն ամեն ձևով փորձել տարածել։ Սա է New Arena ընկերության իրանց իդեան է, ինձ շատ է դուր եկել։ Պարզապես մեխանիզմները չենք հասկանում, ոնց կարելի է դա իրականացնել։ Միտքը պարզ է։ Որ դու փողը քաշում ես, բայց հետո գալիս է մի հատ էլ թուղթ, որը քեզ հիշեցնում է, որ Ես ուզում ամբողջ թեման այսպես փոխեմ, X Factor նախագծում, ուրեմն կար Միկադո խումբը, բոլորը տեղյակ են երևի թե եւ հարվածային գործիքների յետևում նստած էր Արա Գևորգյանի որդին, շատ դու փաստորեն բացի լավ տաղանդավոր երաժիշտ լինելուց եւ պրոդյուսեր նաեւ ունես շատ լավ որդի, տաղանդավոր եւ շատ լավ անձնավորություն, շատ համեստ։ Բայց տարօրինակ է, մեր Հայաստանում միշտ ընդունված է, որ եթե կա ծանոթ, այդ ծանոթը պետք է խառնվի, մի բան ասի։ Բայց ասեմ արան երբևից ոչ գալաներին եք ձեզ տեսել, ոչ ջույներին եք ինչ-որ բան ասել, ինչի՞։ Հեռախոսազանգով էր ամեն ինչ։ Շատերը անգամ չգիտեն, որ քո որդին է, դե ես գիտեի, բարձր շատ է։ Ճիշտ է, շատ հիմա միանգամից անցում եղավ։ Ես միանգամից մի հատ շոկի մեջ եմ դեռ, որի մասին այդքան չէի ցանկանա խոսեի, բայց այնուամենայնիվ ասեմ, որ այո, աշխատասեր շատ լավ խումբ է Միկադոն եւ ես մի բան գիտեմ։ Լավ երեխեք։ Ոչ մի ծնող, որը երեխային հրելով տանում է առաջ, այդ երեխան մի օր փակ դռան առաջ է կանգնելու։ Դրա համար ես դա շատ փայլուն հասկանալով իրանք երեխեք են իրար նվագում են, հաճույք են ստանում, ես իրանք որևէ գործին չեմ խառնվում եւ ճիշտ է, շատ-շատերն ասում են, դե որ Արա Գևորգյանի տղան է, ուրեմն իրանք էլ պետք է հաղթեն, ամենևին ոչ, որովհետեւ բացարձակ չխառնվեցի ու սխալ եմ համարում խառնվելը, ճիշտ չի խառնվելը եւ երեխա են էլի, այսօր կհաղթեն, վաղը կպարտվեն, դա ինձ համար կարևոր չէր, կարևոր էր, որ այդ խումբը գտնվում էր շատ լավ պրոցեսի մեջ, այդ X Factor-ը ինձ համար հիանալի հաղորդում է, հիանալի եւ նույն նմանատիպ մրցույթային, ինչու, որովհետեւ այստեղ աշխատանքը մի օրվա չի, որ եկար, մրցեցիր, պարտվեցիր ու վերջացավ։ Դա աշխատանքի պրոցես է, ամիսներ շարունակ։ Այդ նոր երաժիշտները ավելի աճում են, ավելի զարգանում են, իրանք շահեցին ամեն դեպքում, որովհետև աճ ապրեցին։ Միանշանակ, միանշանակ։ Եվ ինձ հետ մի գրամ պետք չէր, որ իրանք, չգիտեմ, հաղթեին, փուչիկներ փչվեին եւ այլն, դրանք միշտ խանգարում են ավելի շատ արտիստին։ Լավ է, որ մենք ունենք մատաղ պատանի նման սերունդ, որ գալիս է առաջ, բայց շատ ավելի լավ է, որ այսօր դուք եկաք ձեր նախաձեռնությամբ, ձեր նորությունով, ինչի համար ձեզ շնորհակալ ենք եւ հուսանք, որ ձեր նման մարդիկ շատ կլինեն, որպեսզի մեր խոսքը հասնի։ Ես կարծում եմ, այսօր գլուխները կախ, մեր ազգի շատ տարբեր անկյուններում, տարբեր արվեստի մարդիկ ինչ որ մի բան մոգոնում են։ Անում են, որ լինի։ Եվ ես կցանկանայի մի կոչ անել, որ եկեք միանանք իրար, որովհետև ես միայնակ կանեմ մի հատ ստից մի փոքր բան, ինչ որ մեկը միայնակ կանի մի ստից փոքր բան, բայց երբ որ մենք միանում ենք, մենք անում ենք շատ մեծ բան, որը ավելի կարելի է դիպուկ դարձնել, ավելի օգուտ տա մեր գործին, չէ՞ որ ցեղասպանության գործին, եթե ես մի հատ բանաստեղծություն հիմա հայերեն արտասանեմ, ինքը ոչ մի բանով չի օգնելու։ Իսկ եթե ես անում եմ մի բան, որը կարող է նպաստել, ճնշում գործադրել, հիմա լավ ասեմ, մի հատ գաղտնիք էլ բացեմ, շատ լավ բան եմ մտածել ու մտածել եմ դա 3 մեր քննարկման ժամանակ։ Հիմա ես պետք է կատարեմ նկարահանման աշխատանք New Arena-ի հետ միասին, ուրեմն տարբեր ազգությունների ենք հավաքում ու բոլորը մի հատ նախադասություն են ասում՝ ի օգուտ հայերի, ի վնաս թուրքերի։ Մենք պետք է դրա ֆորմատը հիմա գտնենք, ինչ տեսական ենք, որ շատ ինքը խիստ չլինի, վիրավորական չլինի, բայց ասենք թուրքեր խելքի եկեք, ճանաչեք ասենք կամ, այդ նախադասություն ենք հիմա մտածում ու եւ դա էլ կանենք։ Մենք էլ ենք կոչանում, մենք կանք եւ կլինենք միայն միասնական, իսկ դուք թուրքեր ջան, խելքի եկեք։ Խելքի եկեք։ Շնորհակալություն մեր հյուրներ Արա Գևորգյանը, խելքի եկեք գովազդա։ Խելքի եկեք գովազդ։ Նորից բարի լույս, հիշեցնենք, որ մեր հաղորդման հովանավորներն են Դելտա կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ զանազան ակցիաների տեսքով, այցելեք Դելտա կլինիկ եւ կատարեք բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամա, վահանաձև գեղձի եւ ճիճվագրության հետազոտություն, այդ ամենը զեղչվածքներով Դելտա կլինիկը կօգնի ձեզ զանգարեք 500 560 եւ բուժվեք։ Նաեւ մեր հաղորդման անուշահամ հովանավորն է Sis Natural ընկերությունը յան բնական հյութերի, նեկտարների եւ ըմպելիքների լայն տեսականիով։ Դու ըմպիր յան հյութեր, իսկ մենք գտնենք օրվա դեղատոմսը։
Մենք շարունակում ենք ձեր դեղատուփն հարստացնել օգտակար խորհուրդներով ու դեղատոմսերով, այսօր այն ուղղված է եղինջին։ Բարի Տիկին Վահանյան։ Բարև ձեզ։ Եղինջը ինչ օգտակար հատկանիշներ ունի։ Եղինջը ունի բավականին մեծ քանակությամբ եւ վիտամիններ, եւ եթերայուղեր, եւ եղինջը հրաշալի օգնում է աթերոսկլերոզի դեմ անոթները ազատում է, ձերբազատում է խոլեստերինից եւ այս բաղադրությունը, որ պետք է ասեմ, դա հիմնականում այն մարդիկ պետք է օգտագործեն, որոնց մոտ արդեն կա աթերոսկլերոզ։ Այդ դեպքում հրաշալի միջոց է առաջարկում ժողովրդական բժշկությունը, վերցնելով մեր հրաշալի եղինջը, լցնում ենք բանկայի մեջ եւ լցնում վրան 60% օղի։ Օղին լցնելուց հետո անպայման թողնում ենք օղին, որ անպայման մնա 1 օր սովորական պայմաններում լույսի տակ։ Հետո երկրորդ օրը պետք է դնեն մութ տեղ, պահարանում կամ մառանում որևիցե մի տեղ, որտեղ բացարձակ չկա արևի։ Դե ինչ այսօրվա համար մենք նախատեսել էինք այսքանը։ Հաջողություն։ Հաջողություն։